Շքեղ ամանորյա խնջույքի ժամանակ մի կին ծաղրի առարկա դարձավ իր գործընկերների առաջ, որոնք երբեք չէին էլ պատկերացնի, թե ինչ տեղի կունենար հետո։ Նույն սրահում մի տղամարդ լուռ հետում էր տեսարանին, բայց ոչ որպես հանցակից, այլ որպես մեկը, ով շատ ավելին էր տեսնում, քան ներկա գտնվող մյուսները։ Այն, ինչ սկսվել էր որպես նրա կյանքի ամենասարսափելի գիշերը, վերածվեց վճռորոշ պահի, որը կարող էր ամբողջությամբ փոխել նրա ճակատագրի ընթացքը։ Եվ երբ օրեր անց վերելակի դուռը բացվեց, ճշմարտությունը վերջապես ջրի երես դուրս եկավ այնպես, ինչպես ոչ ոք չէր սպասում։ Այս սրտաճմլիկ պատմությունը լսելուց առաջ մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, ավելի շատ հուզիչ անսպասելի շրջադարձերով լի պատմությունների համար։ Ամանորյա խնջույքին Մարինե Ալավերդյանը երբեք չէր պատկերացնի, որ դեկտեմբերի այդ գիշերը լիովին կփոխի իր կյանքի ընթացքը։ 32 տարեկանում նա մարքեթինգի ավագ վերլուծաբան էր գործարար համախմբում ընկերությունում, Երանի խոշորագույն խորհրդատվական ընկերություններից մեկում, որը գտնվում էր Հյուսիսային պողոտայի տարածքում։ Նա իր կարիերան կառուցել էր լուռ նվիրումով, ընդունելով քննադատությունները, կուլ տալով անհարգալից մեկնաբանությունները, միշտ դեմքին պահելով քաղաքավարի ժպիտ, նույնիսկ երբ ցանկանում էր գոռալ։ Վաղ տարիքից սովորել էր, որ իրավասու կանայք պետք է կրկնակի զգույշ լինեն, որպեսզի իրենց չպիտակավորեն որպես բարդ կամ չափազանց զգացմունքային։ Այդ ուրբաթ օրը, տարեվերջյան արձակուրդների նախօրեին, ընկերությունը կազմակերպել էր ավանդական կորպորատիվ երեկույթը Արաբկիրում գտնվող հյուրանոցներից մեկի միջոցառումների սրահում։ Մարինեն ժամը 19-ին ճիշտ տեղում էր, հագին ունենալով համեստ կոստյում, որը գնել էր շաբաթներ առաջ հատուկ այդ առիթի համար։ Ցանկանում էր աննկատ մնալ, լինել ընդամենս մեկ աշխատակից, որը կատարում է սոցիալական արարողակարգը։ Չէր ցանկանում ուշադրության կենտրոնում լինել, ուշադրություն չէր փնտրում։ Պարզապես կատարել պարտականությունը, մի քանի քաղաքավարի ժպիտ փոխանակել գործընկերների ղեկավարների հետ հնարավորինս շուտ հեռանալ։ Սրահը զարդարված էր ոսկեգույն լույսերով, ամանորյա ծաղկաշղթաներով հետին պլանում, հսկայական տոնածառով։ Կլոր սեղանները սփռված էին տարածքով մեկ, ծածկված սպիտակ սփռոցներով կարմիր ծաղիկների կոմպոզիցիաներով։ Անկյուններից մեկը զբաղեցնում էր իմպրովիզացված բարը, որտեղ մատուցվում էին տարբեր խմիչքներ, կոկտեյլներ։ Ֆոնային երաժշտությունը մեղմ հնչում էր, մինչ աշխատակիցները հավաքվում էին, դեռս պահպանելով կորպորատիվ երեկույթների սկզբին բնորոշ պաշտոնական տեսքը, երբ բոլորը դեռ սթափ են զուսպ։ Մարինեն ռազմավարական դիրք գրավեց նախուտեստների սեղանի մոտ։ Այնտեղ նա կարող էր զբաղված մնալ, ձեռքին ափսե պահելով, երբեմն զրուցելով մոտեցողների հետ, առանց սրահում շատ շրջելու։ Մի քանի խոսք փոխանակեց ֆինանսական բաժնի Ռուզաննայի հետ, կանապեների մասին մեկնաբանություններ արեց իրավաբանական բաժնի Գորգի հետ, ընդունեց մատուցողուհիներից մեկի առաջարկած մի գավաթ փրփրուն գինին։ Բայց նույնիսկ անտեսանելի մնալու փորձերի մեջ Մարինեն զգում էր սրահի մյուս կողմից իրեն ուղված մի առանձնահատուկ հայացքի ծանրությունը։ Բարույր Կարապետյանն այնտեղ էր։ Նրա նախկին ընկերը, ում հետ բաժանվել էր ընդամենը 3 ամիս առաջ, նույնպես աշխատում էր գործարար համախմբում, ում վաճառքի բաժնում։ Հենց այդ մասնագիտական մտերմությունն էր բաժանումն էլ ավելի բարդացրել։ Հնարավոր չէր պարզապես ջնջել մեկին կյանքից, երբ այդ մարդուն ամեն օր տեսնում ես միջանցքներում, վերելակում, ընդհանուր ժողովներին։ Մարինեի բարույրի հարաբերությունները տել էին գրեթե 3 տարի։ Սկզբում ամեն ինչ խոստումնալից էր թվում։ Նա հմայիչ էր, ինքնավստահ, հայտնի գործընկերների շրջանում։ Մարինեն իրեն առանձնահատուկ էր զգացել, երբ նա հետաքրքրություն էր ցուցաբերել իր նկատմամբ, լուռ նվիրված աղջկա, ում քչերն էին նկատում մասնագիտական միջավայրից դուրս։ Բարույրը ստիպում էր նրան զգալ տեսանելի, ցանկալի։ Նրան տանում էր ընթրիքների, ծանոթացնում իր ընկերների հետ, հանգստյան օրեր էր պլանավորում Դիլիջանում կամ Ծաղկաձորում։ Բայց ժամանակի ընթացքում Մարինեն սկսեց նկատել, որ բարույրի հմայքը միշտ ուղեկցվում էր կատակների տակ քողարկված խայթոցներով։ Նա մեկնաբանություններ էր անում նրա հագուստի մասին, ասելով, որ կարող էր ավելի լավ հագնվել։ Կատակում էր աշխատանքում նրա լրջության մասին, անվանելով նրան ռոբոտ կամ ասելով, որ նա ամեն ինչ չափազանց բառացի է ընդունում։ Քննադատում էր նրա անկանխատեսելիության պակասը, բողոքում, որ նա չափազանց զուսպ է, չափազանց փակ, չափազանց հեռու։ Միշտ չափազանց շատ կամ չափազանց քիչ, բայց երբեք բավարար։ Մարինեն փորձում էր հարմարվել։ Տարբեր հագուստ էր գնում, ստիպում էր իրեն ավելի թեթ լինել, կուլ էր տալիս մեկնաբանությունները, որոնք խորապես վիրավորում էին իրեն։ Բայց կարծես ոչինչ երկար ժամանակ չէր գոհացնում բարույրին։
Նա տատանվում էր ուժեղ քնքշության պահերի հաշվարկված սառնության շրջանների միջ, նրան միշտ թողնելով անվստահության մեջ, թե որտեղ է կանգնած։ Ժամանակի ընթացքում Մարինեն ավելի ու ավելի էր փակվում իր մեջ, կառուցելով հուզական պատեր, մշտական քննադատություններից պաշտպանվելու համար։ Բաժանումը տեղի ունեցավ սեպտեմբերի մի անձրոտ գիշեր։ Հերթական վեճից հետո, որտեղ բարույրը նրան մեղադրում էր հուզականորեն հեռու սառը լինելու մեջ, Մարինեն վերջապես քաջություն գտավ ասելու, որ հոգնել է։ Հոգնել է փորձելուց լինել մեկը, ով ինքը չէ, հոգնել է մշտապես նվաստացվելուց, հոգնել է հարաբերություններից, որոնք ամեն օր իրեն ավելի դատարկ էին դարձնում։ Բարույրն արձագանքեց գրեթե դաժան անտարբերությամբ, կարծես արդեն սպասում էր դրան, կարծես նա փոխարինելի էր։ Վերցրեց իր իրերը նրա բնակարանից հեռացավ, առանց հետ նայելու։ Հաջորդ ամիսներին Մարինեն փորձում էր վերականգնվել։ Նորից կենտրոնացավ աշխատանքի վրա, վերսկսեց լքված հոբբիները, վերականգնեց կապը ընկերուհիների հետ, որոնց անտեսել էր հարաբերությունների ընթացքում։ Բայց բարույրի հետ նույն ընկերությունում աշխատելը մաքուր բաժանումն անհնար էր դարձնում։ Նա միշտ այնտեղ էր, հիշեցնելով նրան ձախողման, կորցրած ժամանակի, անբավարարության զգացումի մասին, որը կրում էր որպես անտեսանելի սպի։ Երեկույթի այդ գիշերը Մարինեն սրահի մյուս կողմից հետում էր բարույրին։ Նա տեսանելիորեն հարբած էր, բարձր ծիծաղում էր, շրջապատված վաճառքի բաժնի գործընկերների խմբով։ Մի ձեռքում գարեջրի շիշ էր պահում, մյուսով չափազանցված ժեստեր անում։ Մարինեն սրտում սեղմում զգաց, բայց հայացքը շեղեց, փորձելով կենտրոնանալ Ռուզաննայի հետ մակերեսային զրույցի վրա, որը նա վարում էր ամանորի ճամփորդության պլանների մասին։ Հենց այդ պահին երաժշտությունը կտրուկ ընդհատվեց։ Սրահում արձագանքեց միացված խոսափողի ձայնը, գրավելով բոլորի ուշադրությունը։ Մարինեն հայացքը բարձրացրեց, զգաց, թե ինչպես ստամոքսը սառեց։ Բարույրը կանգնած էր փոքրիկ իմպրովիզացված բեմում, մի ձեռքում խոսափողը, մյուսում գարեջրի շիշը։ Երեկույթի հաղորդավարը, ընկերության տնօրեններից մեկը, նրբորեն փորձում էր վերականգնել իրավիճակի վերահսկողությունը, բայց բարույրն արդեն սկսել էր խոսել։ Սիրելի գործընկերներ, կցանկանայի հատուկ կենաց խմել, հայտարարեց բարույրը, թեթակի ձգելով բառերը։ Բոլոր հրաշալի կանանց համար, ովքեր աշխատում են մեզ հետ։ Մեր ընկերության իսկական գանձերը։ Ոմանք քաղաքավարի ծափահարեցին։ Մարինեն զգաց, թե ինչպես մարմնի յուրաքանչյուր մկան լարվեց։ Բարույրի ձայնի հնչերանգում, նրա ժպիտիցի մեջ մի բան կար, որը զգուշացնում էր, որ ոչ մի լավ բան սպասվելիք չէ։ Նա ուզում էր հեռանալ, անհետանալ, բայց ոտքերը կարծես գամված էին հատակին։ Կանայք իսկապես հմայիչ են, շարունակեց բարույրը, այժմ արդեն ծուռ ժպիտով։ Ոմանք արի պես են, տաքացնում են շուրջ բոլորը։ Մյուսները լուսնի պես են, մեղմորեն լուսավորում են գիշերը։ Իսկ մյուսները, դե, սառնարանների պես են։ Դրսից գեղեցիկ, բայց ներսից սառը։ Սրահի որոշ հատվածներում բարձր ծիծաղ պայթեց։ Մյուսները անհարմար հայացքներ փոխանակեցին։ Մարինեն զգաց, թե ինչպես արյունը դեմքից գնաց։ Պետք չէր, որ բարույրն իր անունը տար, որպեսզի հասկանար, որ համեմատությունն իրեն էր ուղղված։ Նրա ուղղությամբ շրջված հայացքները հաստատեցին դա։ Բոլորը գիտեին։ Բոլորը հասկացան ուղերձը։ Գիտեք այն վերջին սերնդի սառնարանները, շարունակեց բարույրը, ակնհայտորեն ոգորված հանդիսատեսի արձագանքից։ Այնքան ժամանակակից, չժանգոտվող պողպատից, անթերի։ Բայց երբ բացում ես, ներսում ոչ մի պիտանի բան չկա։ Միայն չափազանց սառեցված բաներ, որոնք հնարավոր չէ վայելել։ Ավելի շատ ծիծաղ։ Մարինեն զգում էր, որ սրահը պտտվում է։ Ռուզաննան դիպավ նրա թին, լուռ համերաշխության ժեստով, բայց այդ ժեստն ավելի վատթարացրեց նվաստացումը։ Դա խղճահարություն էր։ Բոլորը խղճում էին իրեն։ Նա, սառը կինը, դատարկ սառնարանը, անբավարարը, թերություններով մեկը։ Մի պահ Մարինեն մտածեց վազելու մասին։ Դուրս գալ մոտակա դռնով, վերցնել իր մեքենան կայանատեղիից անհետանալ։ Այլս երբեք չվերադառնալ այդ վայրը, հրաժարական տալ, անհրաժեշտության դեպքում քաղաքը փոխել։ Ամեն ինչ, միայն թե չհանդիպի խղճահարության հայացքներին զուսպ ծիծաղին, որոնք հաջորդ ամիսներին կհետապնդեին իրեն ընկերության միջանցքներում։ Բայց նրա ներսում մի բան հրաժարվեց թաքնվելուց։ Գուցե դա տարիներ շարունակ նվաստացվելուց կուտակված հոգնածություններ։ Գուցե դա զայրույթն էր այն բանի համար, որ այդքան ժամանակ էր վատնել մեկի կողքին, ով միայն ստիպում էր իրեն փոքր զգալ։ Գուցե դա պարզապես նվաստացման այն սահմանն էր, որը մարդ կարող է տանել, նախքան արձագանքելը։
Մարինեն խորը շունչ քաշեց։ Կզակը բարձրացրեց։ Իր փրփրուն գինու գավաթը զուսպ վճռականությամբ դրեց սեղանին։ Եվ սկսեց քայլել դեպի բեմ։ Յուրաքանչյուր քայլ նրա ականջներում որոտի պես էր հնչում։ Սրահն աստիճանաբար սկսեց լռել, երբ մարդիկ նկատեցին նրա շարժումը։ Բարույրը դեռ պահում էր խոսափողը, բայց նրա արտահայտությունը սկսեց փոխվել ինքնավստահից անորոշի։ Մարինեն առանց վարանելու բարձրացավ բեմի աստիճաններով։ Հանգիստ մեկնեց ձեռքը, բարույրը, զարմացած նրա համարձակությունից, առանց դիմադրության տվեց նրան խոսափողը։ Նա ամուր բռնեց առարկան, զգալով դրա ծանրությունը ձեռքում։ Սրահն այժմ լիովին լուռ էր։ Բոլորը սպասում էին։ Շնորհակալություն ստեղծագործական փոխաբերության համար, բարույր, սկսեց Մարինեն, նրա ձայնը զարմանալիորեն հանգիստ ամուր էր։ Իսկապես, սառնարանները շատ օգտակար սարքեր են։ Ծառայում են պահպանելու այն, ինչն արժեքավոր է։ Պաշտպանելու այն, ինչը կարող է փչանալուց։ Եվ գուցե, միայն գուցե, եթե ես սառն էի թվում, դա այն պատճառով էր, որ ոչ ոք չի կարող թաց լուցկով կրակ վառել։ Ոմանք ծիծաղեցին, բայց այս անգամ դա ծաղրի ծիծաղ չէր։ Դա ճանաչում էր, նույնիսկ հիացմունք։ Մարինեն զգաց, թե ինչպես քաջության ալիք անցավ իր մարմնով։ Սառնարանները նանտրողական են, շարունակեց նա, այժմ ուղիղ նայելով բարույրին։ Մենք ցանկացած բան չենք դնում ներսում։ Միայն այն, ինչն արժանի է պահպանման։ Եվ իմ, այսպես կոչված, սառնությունը, իրականում, արժանապատվություն էր։ Միակ բանը, որը թույլ չտվեց ինձ ավելի շատ տարիներ կորցնել մեկի կողքին, ով այնքան խորապես անվստահ է, որ կարիք ունի ուրիշներին նվաստացնելու, իրեն մեծ զգալու համար։ Սրահում լռությունը խլացուցիչ էր։ Բարույրը տեսանելիորեն գունատվեց։ Մարինեն նրբորեն վերադարձրեց խոսափողը նրան, կարծես վերադարձնում էր մի բան, որն ի սկզբանե երբեք նրանը չպետք է լիներ։ Բարձր պահած գլխով իջավ բեմից, քայլեց դեպի ելքը, զգալով, թե ինչպես բոլոր հայացքներն ուղեկցում են նրա յուրաքանչյուր քայլին։ Միայն երբ անցավ սրահի դռները, հասավ հյուրանոցի արտաքին միջանցք, Մարինեն թույլ տվեց, որ արցունքները սպառնան թափվել։ Դեկտեմբերի սառը օդը ուժեղ փչում էր, բերելով այն խոնավությունը, որը բնորոշ էր մոտեցող երանյան ձմեռային գիշերներին։ Նա մի քանի անգամ խորը շունչ քաշեց, փորձելով զսպել դողը, որը սկսվել էր ձեռքերում, տարածվում էր ամբողջ մարմնով։ Ինչ դժոխք ես հենց նոր արեցի, մրմնջաց ինքն իրեն, ձեռքերով հենվելով ծնկներին։ Սեփական հանդգնության ցնցումը սկսում էր հասնել։ Նա երբեք առճակատումների սիրահար չէր եղել, միշտ խուսափել էր կոնֆլիկտներից։ Իսկ հիմա հենց նոր հրապարակավ մերկացրել էր բարույրին, ղեկավարների, գործընկերների, ամբողջ ընկերության առջ։ Բայց ցնցման տակ մի ուրիշ բան կար։ Ազատագրման տարօրինակ զգացում։ Կարծես կտրել էր մի շղթա, որը տարիներ շարունակ կապել էր իրեն։ Կարծես վերջապես բարձրաձայն ասել էր այն ամենը, ինչն այդքան երկար լուռ կուլ էր տվել։ Մարինե, կանչեց նրա հետից մի տղամարդու ձայն։ Նա շրջվեց, դեռ զգուշորեն սրբելով աչքերի անկյունները։ Դավիթ Ներսիսյանն էր։ Բարույրի լավագույն ընկերը։ Բարձրահասակ, մոտ 1 մետր 80, թեթակի խառնված շագանակագույն մազերով, մուգ արտահայտիչ աչքերով։ Հագին մուգ կապույտ կոստյում ուներ, բայց հանել էր փողկապը, որը թույլ կախված էր ձեռքերից մեկում, վերնաշապկի թքերը ծալել էր մինչ արմունկները։ Նրա կեցվածքում, նրա ամուր ուղիղ հայացքում մի բան կար, որը չէր արտահայտում այն կամահարանքը կամ խղճահարությունը, որը Մարինեն այդքան վախենում էր տեսնել։ Դավիթն աշխատում էր ռազմավարական նախագծերի բաժնում, մի ոլորտում, որը քիչ շփում ուներ մարքեթինգի հետ։ Մարինեն նրան ճանաչում էր միայն մակերեսորեն, սոցիալական հավաքույթներից, որոնք բարույրը կազմակերպում էր, երբ նրանք դեռ զույգ էին։ Դավիթը միշտ ներկա էր եղել, հավատարիմ ընկերը, վստահելի անձը, նա, ում բարույրը եղբայր էր համարում։ Հարաբերությունների 3 տարիների ընթացքում Մարինեն Դավիթը փոխանակել էին ոչ ավելին, քան քաղաքավարի ողջույններ, մակերեսային զրույցներ աշխատանքի կամ եղանակի մասին։ Ինչ ես ուզում, Դավիթ, հարցրեց Մարինեն, նրա ձայնն ավելի շատ հոգնած էր, քան զայրացած։ Եկել ես պաշտպանելու քո լավագույն ընկերոջը։ Ասելու, որ ես չափազանցրի, որ դա ընդամենը կատակ էր, որ ես պետք է հումորի զգացում ունենայի։ Ոչ, պատասխանեց Դավիթը, մի քանի քայլ անելով դեպի նա։ Եկել եմ ասելու, որ այն, ինչ ներսում տեղի ունեցավ, խայտառակություն էր։ Եվ որ ես հիմարությունը չեմ պաշտպանում։ Մարինեն աչքերը թարթեց, զարմացած։ Սա այն չէր, ինչ սպասում էր լսել։
Ես ամեն ինչ տեսա սկզբից, շարունակեց Դավիթը, ձեռքերը դնելով Տաբատի գրպանները։ Տեսա, երբ նա վերցրեց խոսափողը, տեսա քո դեմքի արտահայտությունը, երբ հասկացար, թե ինչ է նա պատրաստվում անել։ Եվ տեսա, երբ դու որոշեցիր չթաքնվել։ Դա քաջություն էր, Մարինե։ Շատ քաջություն էր։ Ես ինձ քաջ չեմ զգում, խոստովանեց նա, ձեռքերը խաչելով կրծքին, ավելի շատ ցրտից պաշտպանվելու, քան պաշտպանողական դիրք գրավելու համար։ Ես ինձ մերկացած եմ զգում։ Ծիծաղելի։ Դու ոչ մի ծիծաղելի բան չունես, հակադարձեց Դավիթը, նրա ձայնը լի էր մի համոզմունքով, որը զարմացրեց Մարինեին։ Ծիծաղելին նա էր։ Այն, ինչ տեղի ունեցավ ներսում, ամեն ինչ ասում է բարույրի մասին, բացարձակապես ոչինչ քո։ Դու սառը չես։ Դու սառնասիրտ չես։ Դու կին ես, որը պարզապես շատ ավելի շատ հարգանքի էր արժանի, քան ստացել է։ Դավիթի խոսքերը Մարինեի վրա ազդեցին այնպես, ինչպես նա չէր սպասում։ Դա խղճահարություն չէր։ Դա քամահրանք չէր։ Դա անկեղծ ճանաչում էր։ Առաջին անգամ շատ երկար ժամանակ հետո մի տղամարդ ասում էր նրան, որ խնդիրը ինքը չէ, որ ինքը թերի չէ, որ պետք չէ հարմարվել կամ ներողություն խնդրել պարզապես այնպիսին լինելու համար, ինչպիսին կա։ Շնորհակալ եմ, շշնջաց Մարինեն, կոկորդում հանգույց զգալով։ Իսկապես։ Շնորհակալ եմ, որ դա ասացիր։ Դավիթը թոթվեց ուսերը, բայց նրա հայացքում մի ջերմություն կար, որը հերքում էր ժեստի անփութությունը։ Ես ուղղակի ուզում եմ տուն գնալ, ասաց Մարինեն, նայելով կայանատեղիի ուղղությամբ։ Վերցնել իմ մեքենան մոռանալ, որ այս գիշեր տեղի է ունեցել։ Կամ, առաջարկեց Դավիթը, ընդամենը մի վայրկյան վարանելով, նախքան շարունակելը, դու կարող ես այս գիշերն ավարտել մեկ այլ վայրում։ Հեռու այս պատերից, որոնք հենց նոր ականատես եղան մի իրավիճակի, որին դու արժանի չէիր։ Մի վայրում, որտեղ ոչ ոք քեզ խղճահարությամբ կամ դատապարտմամբ չի նայի։ Մարինեն հայացքը բարձրացրեց նրա վրա, շփոթված։ Մի բար կա, որը ես շատ եմ սիրում Սարյան փողոցում, բացատրեց Դավիթը։ Հանգիստ տեղ է, կենդանի երաժշտություն, անկաշկանդ մթնոլորտ։ Կարող ենք մի գարեջուր խմել, խոսել ցանկացած բանից, բացի այս երեկույթից։ Կամ պարզապես լուռ նստել, եթե նախընտրում ես։ Առանց ճնշման, առանց ակնկալիքների։ Դա ռիսկային առաջարկ էր։ Դավիթը բարույրի լավագույն ընկերն էր։ Նրանց մեջ տեղի ունեցած ցանկացած բան ավտոմատ կերպով կմեկնաբանվեր որպես դավաճանություն, վրեժ, կեղտոտ ու սխալ մի բան։ Մարինեն դա գիտեր։ Եվ այնուամենայնիվ, երբ նայեց նրա աչքերին, տեսավ միայն անկեղծություն, առանց ակնհայտ երկրորդ մտքերի, զգաց, որ գուցե արժանի է մի ընտրություն կատարել միայն իր համար, պարզապես որովհետև ուզում է, առանց անհանգստանալու ուրիշների դատողությունների մասին։ Լավ, համաձայնեց Մարինեն, զարմացնելով ինքն իրեն։ Գնացինք։ Նրանք միասին քայլեցին դեպի կայանատեղի։ Դավիթն առաջարկեց իրեն տանել, բայց Մարինեն նախընտրեց իր մեքենայով գնալ հետել նրան մինչ բար։ Պետք էր իրավիճակի նկատմամբ որոշակի վերահսկողություն պահպանել, ելքի որոշակի հնարավորություն, եթե զղջար։ Երանի ճանապարհային երթևեկությունը ուրբաթ երեկոյան քաոսային էր, ինչպես միշտ։ Արգելակման լույսերը ձգվում էին կիլոմետրերով, ազդանշանների ձայնը արձագանքում էր ամեն կողմից, առաքիչները վտանգավոր կերպով զիգզագներ էին անում մեքենաների մեջ։ Մարինեն հետեց Դավիթիս ամենագնացին Մաշտոցի պողոտայով, ապա Բաղրամյանով, մինչ վերջապես հասան Սարյան փողոց, քաղաքի ամենաբոհեմական թաղամասերից մեկը։ Դավիթի ընտրած բարը համեստ էր, թաքնված թաղամասի ծառաշատ նրբանցքներից մեկում։ Ոչ գրավիչ անուն ուներ, ոչ էլ լուսավոր ցուցանակ, ընդամենը մուգ փայտե դուռ, փոքրիկ բրոնզե ցուցանակով։ Ներսում մթնոլորտը հարմարավետ էր։ Աղյուսե պատեր, մեղմ դեղնավուն լուսավորություն, կոպիտ փայտե սեղաններ, առանց հատուկ կարգի սփռված։ Հետին պլանում փոքրիկ բեմում տեղավորվել էր ջազ տրիո, որը նվագում էր մեղմ մեղեդի։ Դավիթը սեղան գտավ ավելի մեկուսի անկյունում։ Պատվիրեցին երկու բաժակ արհեստագործական գարեջուր պանիրների ու մսամթերքի տեսականի։ Մի քանի րոպե լուռ մնացին, պարզապես լսելով երաժշտությունը թույլ տալով, որ գիշերվա լարվածությունն աստիճանաբար ցրվի։ Ես չէի սպասում, որ կհամաձայնես, վերջապես խոստովանեց Դավիթը, գարեջրից մի կում անելով։ Ես էլ չէի սպասում, խոստովանեց Մարինեն փոքրիկ ժպիտով։ Բայց կարծում եմ, արդեն հոգնել եմ միշտ անվտանգ ընտրություններ կատարելուց։ Այն ընտրություններից, որոնք գոհացնում են ուրիշներին։
Դավիթը գլխով արեց, կարծես լիովին հասկանում էր։ Կարող եմ մի հարց տալ, ասաց նա մի դադարից հետո։ Կախված է հարցից։ Ինչու այդքան երկար մնացիր նրա հետ։ Բարույրի հետ, նկատի ունեմ։ Ես տարիներ շարունակ նրա ընկերն եմ, լավ գիտեմ, թե նա ինչպիսին է։ Իսկ դու միշտ այլ էիր թվում։ Ավելի լավը։ Մարինեն հոգոց հանեց, գարեջրի բաժակը պտտելով ձեռքերի մեջ։ Սկզբում նա այդպիսին չէր։ Կամ գուցե ես պարզապես չէի ուզում տեսնել։ Իսկ հետո, երբ ամեն ինչ վատացավ, ես արդեն այնքան ժամանակ, այնքան էներգիա էի ներդրել, որ ավելի հեշտ էր թվում շարունակել փորձել, քան խոստովանել, որ ձախողվել եմ։ Որ սխալ եմ ընտրել։ Դու չես ձախողվել, վստահորեն հայտարարեց Դավիթը։ Հարաբերություններն ավարտվում են։ Դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը ձախողվել է։ Երբեմն մարդիկ պարզապես իրար չեն համապատասխանում։ Եվ երբեմն մի մարդ մյուսին այնքան անհարգալից է վերաբերվում, որ միակ ճիշտ ընտրությունը հեռանալն է։ Իսկ դու, հարցրեց Մարինեն, որոշելով փոխել զրույցի ուղղությունը։ Ինչու ես այստեղ ինձ հետ, ոչ թե այնտեղ երեկույթին, քո լավագույն ընկերոջ հետ։ Որովհետև, սկսեց Դավիթը, զգուշորեն ընտրելով բառերը, ընկերությունը չի նշանակում համաձայնել ամեն ինչի հետ։ Չի նշանակում պաշտպանել անպաշտպանելին։ Եվ այն, ինչ նա արեց այսօր, անպաշտպանելի էր։ Նա հրապարակավ նվաստացրեց քեզ, Մարինե։ Եվ դա մի բան է, որը ես չեմ կարող կամ չեմ ուզում պաշտպանել, անկախ նրանից, թե քանի տարի է, ինչ մենք ընկերներ ենք։ Մարինեն զգաց, թե ինչպես իր կրծքում մի բան շարժվեց։ Տեսանելի լինելու, իսկապես գնահատված լինելու տարօրինակ զգացում։ Գիշերն անցավ զարմանալի հեշտությամբ։ Զրուցեցին աշխատանքի, Երանում ապրելու խելագարության, հետաձգված երազանքների ապագայի պլանների մասին։ Դավիթը պատմեց, որ միշտ ուզել է ամեն ինչ թողնել գրախանութ բացել, որ իր գաղտնի գիրքը գիտաֆանտաստիկ գրականությունն է, որ ունի անտեր շուն, Աստերիքս անունով, որին 3 տարի առաջ փրկել է փողոցներից։ Մարինեն խոսեց լուսանկարչության հանդեպ իր սիրո մասին, հոբբի, որը լիովին լքել էր բարույրի հետ հարաբերությունների ընթացքում, այն մասին, թե ինչպես է կարոտում առանց երթուղու ճանապարհորդելը, անծանոթ քաղաքներում մոլորվելը։ Երբ դուրս եկան բարից, արդեն կեսգիշերն անց էր։ Սարյան փողոցի փողոցները դեռ բաբախում էին կյանքով, բարերը լիքն էին, ծիծաղը արձագանքում էր մայթերով, զույգերը քայլում էին ձեռք ձեռքի տված։ Մթնոլորտում կար մելանխոլիայի հնարավորության խառնուրդ, որը բնորոշ էր Երանի դեկտեմբերյան գիշերներին։ Շնորհակալ եմ այս գիշերվա համար, ասաց Մարինեն, երբ հասան մեքենաներին։ Ես իսկապես դրա կարիքն ունեի։ Կարիք ունեի հիշելու, որ աշխարհում դեռս պարկեշտ մարդիկ կան։ Հաճույքն իմն էր, պատասխանեց Դավիթը, ժպտալով։ Եվ Մարինե, այն, ինչ դու արեցիր այսօր երեկույթին։ Թույլ մի տուր, որ որևէ մեկը ստիպի քեզ զղջալ։ Դա ամենաանկեղծ պահն էր, որ ես տեսել եմ տարիներ շարունակ։ Դու պաշտպանեցիր քեզ։ Դու գնահատեցիր քեզ։ Դա հազվադեպ է։ Մարինեն գլխով արեց, զգալով, որ արցունքները նորից ճնշում են, բայց այս անգամ դրանք այլ արցունքներ էին։ Ոչ թե նվաստացման, այլ թեթացման։ Երախտագիտության։ Նա մեքենան վարեց դեպի իր բնակարանը Դավթաշեն թաղամասում, հին շենքի 12-րդ հարկում գտնվող փոքրիկ ստուդիա։ Երբ վերջապես ընկավ անկողնուն դեռս հագին երեկույթիս կոստյումը, Մարինեն զգաց, որ այդ գիշեր մի հիմնարար բան էր փոխվել։ Սրահ էր մտել որպես նվաստացված կին, որը փորձում էր թաքնվել։ Եվ դուրս էր եկել որպես մեկը, ով պաշտպանեց իրեն, ով ասաց իր ճշմարտությունը, ով հրաժարվեց լուր զոհի դերից։ Եվ կար Դավիթը։ Նախկինի լավագույն ընկերը։ Աշխարհի վերջին մարդը, ում հետ պետք է գիշերն անցկացներ։ Եվ այնուամենայնիվ, հենց նրանից էր ստացել այն խոսքերը, որոնք ամենաշատն էր պետք լսել։ Մարինեն փակեց աչքերը, զգալով, որ հոգնածությունը վերջապես հասնում է։ Չգիտեր, թե ինչ կբերի ապագան։ Չգիտեր, արդյոք ընկերությունում հետանքներ կլինեն, արդյոք բարույրը կփորձի վրեժխնդիր լինել, արդյոք այդ գիշերը կլինի նոր բանի սկիզբ, թե պարզապես վատ գլխի անհրաժեշտ ավարտ։ Բայց առաջին անգամ երկար ժամանակ հետո Մարինե Ալավերդյանը քնեց, առանց կրծքում այն մշտական ծանրությունը զգալու։ Փոխարենը զգալով մի բան, որը նման էր հույսի։ Երկուշաբթին եկավ անխուսափելիորեն, ինչպես վճարվելիք հաշիվ։ Մարինեն վաղ արթնացավ, զարթուցիչը զնգաց առավոտյան 6-ին, ինչպես միշտ։
Մի քանի երանելի վայրկյան դեռ քնի մշուշի մեջ մոռացել էր ամեն ինչ։ Բայց հիշողությունը վերադարձավ արագ անողոք։ Երեկույթը, խոսափողը, ծիծաղը, իր պատասխանը, Դավիթը։ Նստեց անկողնում գրկելով ծնկները, փորձելով մտովի պատրաստվել այն ամենին, ինչ սպասվում էր։ Հանգստյան օրերը ժամանակավոր ապաստան էին եղել։ Անջատել էր հեռախոսը, անտեսել սոցիալական ցանցերը, ապաստանել բնակարանի պաշտպանող լռության մեջ։ Բայց հիմա պետք էր վերադառնալ։ Դիմակայել հայացքներին, մեկնաբանություններին, դատողություններին։ Հյուսիսային պողոտայի այդ շենք մտնելու, իր բաժանմունքի գտնվող 14-րդ հարկ բարձրանալու, իր սեղանի մոտ նստելու գաղափարը, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել, անհնարին էր թվում։ Բայց հանձնվելը նույնպես տարբերակ չէր։ Մարինեն իր կարիերան չէր կառուցել, որպեսզի այն դեն նետի Բարույր Կարապետյանի պատճառով։ Թույլ չէր տա, որ նա այդպիսի իշխանություն ունենա իր կյանքի վրա։ Երկար լոգանք ընդունեց, ընտրեց մուգ կապույտ բլուզ դասական տաբատ։ Մազերը խիստ հանգույցով հավաքեց, թեթ, բայց անթերի դիմահարդարում արեց։ Մասնագիտական զրահը ամբողջական էր։ Վերցրեց պայուսակը, մեքենայի բանալիները դուրս եկավ, նախքան քաջությունը կլքեր իրեն։ Երանի առավոտյան խցանումները մասնավոր դժոխք էին։ Մարինեն գրեթե 40 րոպե մնաց Բաղրամյան պողոտայում, ինչը նրան չափազանց շատ ժամանակ տվեց մտածելու, կանխատեսելու յուրաքանչյուր հնարավոր վատ սցենար։ Երբ վերջապես հասավ գրասենյակային շենքի ավտոտնակ, ձեռքերը դողում էին, երբ անջատում էր շարժիչը։ Վերելակը բարձրանում էր տանջալի դանդաղությամբ։ Ամեն հարկում Մարինեն սպասում էր, որ դռները կբացվեն, ընկերությունից ինչ-որ մեկը կմտնի։ Երբ վերջապես հասավ 14-րդ հարկ, 3 անգամ խորը շունչ քաշեց, նախքան ընդունարանի ապակե դռներով ներս անցնելը։ Բարի լույս Մարինե, ողջունեց ընդունարանի աշխատակցուհի Անահիտը մի ժպիտով, որը չափազանց բարեհամբույր էր թվում։ Ինչպես անցան հանգստյան օրերդ։ Հանգիստ, պատասխանեց Մարինեն, պահպանելով չեզոք տոնը։ Իսկ քոնը։ Պետք չէր ընդունարանից այն կողմ անցնել, հասկանալու համար, որ բոլորն արդեն գիտեին։ Հայացքները չափազանց արագ էին շեղվում, երբ նա անցնում էր։ Զրույցները կտրուկ ընդհատվում էին։ Ժպիտները ստիպողաբար էին թվում, լի թաքնված իմաստներով։ Մարինեն գլուխը բարձր պահեց, քայլեց դեպի իր սեղանը, գործընկերներին ողջունելով կարճ գլխի շարժումներով։ Նրա համակարգիչը հազիվ էր միացել, երբ Ռուզաննան հայտնվեց նրա կողքին, աթոռ քաշելով։ Աղջիկ, պետք է խոսեմ քեզ հետ, շնջաց Ռուզաննան, շուրջը նայելով, համոզվելու համար, որ ոչ ոք չի լսում։ Այն, ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, էպիկական էր։ Դու լեգենդ ես դարձել այս ընկերությունում։ Լեգենդը գեղեցիկ ձե ասելու, որ ծաղրի առարկա եմ դարձել, ուղեց Մարինեն, բացելով իր էլեկտրոնային փոստը։ Ոչ մի ծաղր, վճռականորեն հակադարձեց Ռուզաննան։ Այստեղի կանանց կեսը կուզենար նույնն անելու քաջություն ունենալ։ Բարույրը միշտ անպիտան է եղել, բոլորը գիտեն։ Ինչ որ մեկը պետք է նրան տեղը դներ։ Իսկ մյուս կեսը, հարցրեց Մարինեն, երի ինձ խենթ կամ հաշվենկատ է համարում։ Մյուս կեսը կարոր չէ, ասաց Ռուզաննան, ուսերը թոթվելով։ Եվ ավելին։ Լսել եմ, որ դու երեկույթից Դավիթ Ներսիսյանի հետ ես հեռացել։ Ճիշտ է։ Մարինեն զգաց, որ դեմքը տաքանում է։ Գնացինք մի գարեջուր խմելու։ Վերջ։ Նա բարի գտնվեց այն ամբողջ իրավիճակից հետո։ Բարի, կրկնեց Ռուզաննան չարաճճի ժպիտով։ Մարինե, Դավիթը բառացիորեն Բարույրի լավագույն ընկերն է։ Սա սերիալի նյութ է։ Այդպիսի բան չկա, պաշտպանվեց Մարինեն, թե սեփական համոզմունքը տատանվում էր։ Դա ընդամենը մի գիշեր էր։ Նա ինձ աջակցություն առաջարկեց, երբ ես դրա կարիքն ունեի։ Ուրիշ ոչինչ տեղի չի ունենա։ Բայց նույնիսկ դա ասելիս Մարինեն հասկացավ, որ մտածում է Դավիթի մասին։ Այն ձի մասին, թե ինչպես էր նա իրեն նայել, առանց խղճահարության կամ դատողության։ Այն խոսքերի մասին, որոնք ասել էր։ Այն հեշտության մասին, որով զրուցել էին բարում։ Ուրբաթ օրվանից ի վեր, նույնիսկ անջատված հեռախոսով, չէր կարողացել նրան լիովին մտքից հանել։ Առավոտը ձգվեց մեխանիկական առաջադրանքների հաջորդականությամբ։ Մարինեն կենտրոնացավ նամակներին պատասխանելու, հաշվետվություններ ստուգելու, հաջորդ տարվա առաջին եռամսյակի արշավների պլանավորումը կազմակերպելու վրա։ Իրեն զբաղված պահեց, հնարավորինս խուսափելով շփումներից։
Զուգարան գնաց ընդամենը մեկ անգամ, ճաշի ժամին, քիչ մնաց բախվեր երկու գործընկերուհիների, որոնք կտրուկ ընդհատեցին զրույցը նրան տեսնելով։ Որոշեց ճաշել իր սեղանի մոտ, առաջին հարկի սրճարանից գնված բնական սենդվիչով։ Ստամոքս չուներ դիմակայելու ընկերության ճաշարանին, որտեղ անկասկած օրվա թեման կլիներ։ Կեսօրից հետո էր, որ բջջային հեռախոսը թրթռաց։ Հաղորդագրություն մի համարից, որը նա չէր պահպանել, բայց անմիջապես ճանաչեց։ Ողջույն, Մարինե։ Դավիթն է։ Համարտ ստացա կադրերի բաժնի Ժաննայից, հուսով եմ դեմ չես։ Պարզապես ուզում էի իմանալ, ինչպես է անցնում վերադարձիդ առաջին օրը։ Ենթադրում եմ, որ հեշտ չէ։ Մարինեն երկար վայրկյաններ նայում էր էկրանին, սիրտը արագանում էր առանց տեսանելի պատճառի։ Դա պարզ, գրեթե պաշտոնական հաղորդագրություն էր։ Բայց մի բան կար նրա, իր համարը գտնելու ջանք թափելու, անկեղծ մտահոգություն ցուցաբերելու ժեստի մեջ, որը խորապես հուզեց նրան։ Գոյատում եմ, գրեց նա։ Տարօրինակ հայացքներ ամեն կողմից, բայց ոչ մի բան, որ չէի սպասում։ Շնորհակալ եմ, որ հարցրիր։ Պատասխանն արագ եկավ։ Եթե աշխատանքային օրվա վերջում փախչելու կարիք լինի, ես հասանելի կլինեմ։ Կարող ենք վերադառնալ այն բարը կամ պարզապես աննպատակ զբոսնել քաղաքում։ Առանց ճնշման։ Մարինեն օրվա մեջ առաջին անգամ ժպտաց։ Մի հանգստացնող բան կար իմանալու մեջ, որ ինչ-որ մեկն իր կողքին է, նույնիսկ եթե դա բարդ է, նույնիսկ եթե ռիսկային է։ Երբ ժամացույցը վերջապես ցույց տվեց 18-ը, Մարինեն թեթացած հոգոցով անջատեց համակարգիչը։ Գոյատել էր առաջին օրը։ Հիմա մնում էին մյուս բոլոր օրերը։ Պայուսակն էր վերցնում, երբ տեսավ բարույրին, որը դուրս էր գալիս վերելակից։ Նա նույնպես տեսավ իրեն։ Մի պահ կանգնած մնացին, նրանց միջանցքը միաժամանակ թվում էր հսկայական չափազանց փոքր։ Բարույրն առաջինը շեղեց հայացքը, արագացնելով քայլերը հակառակ ելքի ուղղությամբ։ Մարինեն բավարարվածության տխրության խառնուրդ զգաց։ Բավարարվածություն, որովհետև նա ակնհայտորեն անհարմար էր զգում։ Տխրություն, որովհետև իր կյանքի 3 տարին վատնել էր այդ մարդու հետ։ Շենքից դուրս գալիս Երանի դեկտեմբերյան երեկոներին բնորոշ խոնավությունը պարուրեց նրան։ Երկինքը ծանրացած էր մուգ ամպերով, անձրի սպառնալիքով։ Մարինեն քայլում էր դեպի ավտոտնակ, երբ լսեց, որ ինչ-որ մեկը կանչում է իր անունը։ Դավիթը հենված էր իր մեքենային, ձեռքերը խաչած, արտահայտությունը թեթ, բայց ուշադիր։ Հագին բաց կապույտ վերնաշապիկ ուներ, առանց փողկապի, թքերը ծալած։ Նրա մեջ մի անկաշկանդ բան կար, որը հակադրվում էր այն լարվածությանը, որը Մարինեն զգում էր սեփական մարմնում։ Դու իսկապես եկար, ասաց նա, չկարողանալով թաքցնել զարմանքը։ Ասացի, որ կգամ, պատասխանեց Դավիթը կիսաժպիտով։ Մտածեցի, կարող ենք մի պտույտ անել։ Մի տեղ կա, որ ուզում եմ ցույց տալ քեզ։ Դավիթ, սկսեց Մարինեն, վարանելով։ Մարդիկ կխոսեն։ Արդեն խոսում են։ Եթե մեզ նորից միասին տեսնեն։ Թող խոսեն, ասաց Դավիթը, հրվելով մեքենայից։ Մարինե, ես 35 տարեկան եմ։ Արդեն անցել եմ այն փուլը, երբ կյանքս ապրում էի անհանգստանալով ուրիշների կարծիքի մասին։ Իսկ դու արժանի ես մեկին, ով չի ամաչի քո կողքին լինելուց։ Խոսքերը Մարինեի վրա անսպասելի ուժով ազդեցին։ Բարույրը միշտ զգույշ էր եղել հրապարակային զգացմունքների դրսևորումներում, միշտ անհանգստացած, թե ինչ կմտածեն ուրիշները։ Դավիթը, ընդհակառակը, այստեղ էր շենքի դիմաց, որտեղ երկուսն էլ աշխատում էին, բացահայտ առաջարկելով, որ միասին դուրս գան։ Լավ, համաձայնեց Մարինեն։ Բայց ես իմ մեքենան եմ վարում։ Դեռ պատրաստ չեմ լիովին կախված լինել ինչ-որ մեկից։ Արդար է, համաձայնեց Դավիթը։ Հետիր ինձ։ Նրանք վերցրին իրենց մեքենաները, Դավիթը նրան ուղղորդեց Երանի խցանված փողոցներով։ Դուրս եկան կենտրոնից, շարժվեցին դեպի քաղաքի հյուսիսային հատված։ Մարինեն հասկացավ, որ գնում են դեպի հաղթանակի զբոսայգի, երբ Դավիթը կայանեց 7-րդ դարպասի մոտ գտնվող կողային փողոցում։ Այգի, նկատեց Մարինեն, իջնելով մեքենայից։ Երկուշաբթի երեկոյան։ Լավագույն ժամանակը, վստահեցրեց Դավիթը, մեկնելով նրան ձեռքը։ Ավելի քիչ մարդ, ավելի հանգիստ։ Եվ մի բան կա, որ ուզում եմ տեսնես։ Մարինեն ընդամենը մի վայրկյան վարանեց, նախքան նրա ձեռքն ընդունելը։ Դավիթի մատները տաք էին, ամուր, ապահով։
Նրանք միասին քայլեցին այգու մուտքով, անցնելով վազորդների հեծանվորդների կողքով, որոնք վայելում էին օրվա վերջը։ Երկինքը սկսում էր նարնջագույն վարդագույն երանգներ ստանալ, մինչ առը պատրաստվում էր մայր մտնել։ Դավիթը նրան տարավ այգու լճերից մեկի մոտ։ Շուրջը քիչ ազատ նստարաններ կային, մեծ մասը զբաղեցված էր զույգերով, ընտանիքներով կամ միայնակ մարդկանցով, որոնք տարված էին գրքերով կամ հեռախոսներով։ Նրանք գտան մի նստարան դեմքով դեպի ջուրը, որտեղ բադերը ծուլորեն լողում էին։ Ես այստեղ եմ գալիս, երբ մտածելու կարիք ունեմ, խոստովանեց Դավիթը, նստելով դիտելով ջրի մեղմ շարժումը։ Երբ աշխատանքը չափազանց ծանր է դառնում, երբ քաղաքը կարծես խեղդում է ինձ, ես գալիս եմ այստեղ պարզապես շնչում եմ։ Գեղեցիկ է, խոստովանեց Մարինեն, դիտելով, թե ինչպես է մայրամուտի լույսը պարում լճի մակերեսին։ Խաղաղություն քաոսի մեջ։ Ճիշտ այդպես, համաձայնեց Դավիթը։ Եվ մտածեցի, որ գուցե դու մի քիչ խաղաղության կարիք ունենաս այսօրվանից հետո։ Մարինեն շրջվեց նրան նայելու, իսկապես նայելու։ Այդ տղամարդու մեջ մի բան կար, որը խորապես հետաքրքրում էր իրեն։ Նա տարիներ շարունակ Բարույրի ընկերն էր, բայց լիովին տարբերվում էր նրանից։ Այնտեղ, որտեղ Բարույրն անվստահ էր կարիք ուներ ուրիշներին նվաստացնելու, իրեն մեծ զգալու համար, Դավիթը կարծես հարմարավետ էր իր սեփական մաշկի մեջ։ Այնտեղ, որտեղ Բարույրը դաժան էր, կատակասերի քողի տակ, Դավիթը անկեղծորեն բարի էր։ Կարող եմ մի հարց տալ, ասաց Մարինեն։ Միշտ։ Ինչու ես դա անում։ Բարի լինում ինձ հետ, ինձ հրավիրում դուրս գալու, վտանգելով քո ընկերությունը Բարույրի հետ։ Ինչո՞վ։ Դավիթը մի պահ լուռ մնաց, կարծես մտքերն էր կարգի բերում։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնում անկեղծություն կար։ Որովհետև ամիսներ շարունակ ես քեզ հետում եմ ընկերությունում տեսնում եմ մի անհավանական կնոջ, ում վերաբերվում են այնպես, կարծես նա ոչինչ չարժե։ Տեսնում եմ, թե ինչպես ես կուլ տալիս վիրավորանքները քաղաքավարի ժպիտով, լսում ես անհարգալից մեկնաբանություններն առանց արձագանքելու, մշտապես նվաստացվում ես։ Եվ ես միշտ ուզել եմ մի բան ասել, մի բան անել, բայց իրավունք չեմ զգացել։ Նա իմ ընկերն էր, դուք զույգ էիք։ Իմ տեղը չէր միջամտելը։ Իսկ հիմա։ Հիմա դուք բաժանվել եք։ Եվ այն, ինչ նա արեց երեկույթին, վերջին կաթիլն էր։ Մարինե, դու բարձրացար այն բեմը պաշտպանեցիր քեզ մի ձով, որն ինձ բացարձակապես տպավորեց։ Դու մի ուժ ունես, որի մասին նույնիսկ չես պատկերացնում։ Եվ ես այլս չեմ կարող լուռ մնալ, տեսնելով, թե ինչպես քեզ նման մեկը մտածում է, որ անբավարար է, երբ իրականում ճիշտ հակառակն է։ Մարինեն զգաց, որ արցունքները ճնշում են, բայց այս անգամ չպայքարեց դրանց դեմ։ Թույլ տվեց, որ դրանք լուռ հոսեն, մինչ նայում էր լճին, բադերին, երկնքին, որը ներկվում էր անհնարին գույներով։ Ես 3 տարի մտածել եմ, որ խնդիրն իմ մեջ է, խոստովանեց նա, ձայնը խեղդվելով։ Որ ես բավականաչափ սիրող չեմ, բավականաչափ արտահայտիչ չեմ, բավականաչափ լավը չեմ։ Նա ինձ ստիպում էր հավատալ, որ իմ լինելուձը սխալ է։ Քո լինելուձը սխալ չէ, վստահորեն հայտարարեց Դավիթը։ Դու զուսպ ես, զգույշ, թե ում ես թույլ տալիս ներս մտնել։ Դա սառնություն չէ։ Դա ինքնապահպանում է։ Դա խելք է։ Եվ ցանկացած տղամարդ, ով չի կարող դա տեսնել, ով չի կարող դա գնահատել, քեզ արժանի չէ։ Դավիթը մեկնեց ձեռքը բութ մատով նրբորեն սրբեց մի արցունք Մարինեի դեմքից։ Ժեստն այնքան նուրբ էր, այնքան հարգալից, որ նրա կրծքում մի բան սեղմվեց։ Ես չգիտեմ, արդյոք պատրաստ եմ դրան, շշնջաց Մարինեն։ Նոր բանի։ Նորից վստահելու։ Պետք չէ պատրաստ լինել, վստահեցրեց Դավիթը։ Կարող ենք դանդաղ գնալ։ Օր առ օր։ Առանց ճնշման, առանց ակնկալիքների։ Պարզապես 2 հասուն մարդ, որոնք ճանաչում են միմյանց, առանց այն բեռի, որը ուրիշ մարդիկ փորձում են դնել մեր վրա։ Մարինեն գլխով արեց, զգալով, թե ինչպես իր կրծքում հույսի նման մի բան է ծաղկում։ Նրանք այնտեղ մնացին, մինչ երկինքը լիովին մտնեց, զրուցելով պատահական մի նույն ժամանակ խորը թեմաներից։ Դավիթը պատմեց Սանում իր մանկության մասին, թե ինչպես է 20 տարեկանում եկել Երան, հնարավորություններ փնտրելու։ Մարինեն խոսեց Գյումրիում մեծանալու, 3 քույրերից ավագը լինելու ճնշման, այն մասին, թե ինչպես է միշտ զգացել, որ պետք է իր արժեքն ապացուցի։ Երբ վերջապես վեր կացան գնալու, արդեն երեկոյան 9 էր։ Դավիթը պնդեց, որ ուղեկցի նրան մինչ մեքենան, նախքան նա կնստեր, թեթակի բռնեց նրա թը։ Մարինե, կարող եմ մի բան խնդրել։
Կախված է, թե ինչ։ Եթե վաղը հաղորդագրություն ուղարկեմ, կպատասխանես։ Եվ մյուս օրը նույնպես։ Պետք չէ, որ խորը բան լինի։ Պարզապես, որ իմանամ, լավ ես։ Մարինեն ժպտաց, զգալով մի թեթություն, որը երկար ժամանակ չէր զգացել։ Կարող ես ուղարկել։ Ես կպատասխանեմ։ Հաջորդ շաբաթը նոր առօրյա հաստատեց։ Ամեն առավոտ, նախքան Մարինեն աշխատանքի կգնար, նրա հեռախոսը թրթռում էր Դավիթի հաղորդագրությունից։ Երբեմն դա պարզապես բարի լույս էր, զվարճալի գիֆով։ Երբեմն Աստերիքսի, նրա շան լուսանկարը, ինչ-որ ծիծաղելի դիրքով։ Երբեմն մեջբերում որե գրքից, որը կարդում էր, կամ երգ, որը նրան ստիպում էր մտածել իր մասին։ Մարինեն անհամբեր սպասում էր այդ հաղորդագրություններին։ Դրանք դարձել էին խարիսխ դժվար օրերին, հիշեցում, որ գրասենյակի սառը պատերից այն կողմ մի լավ բան է սպասվում։ Ընկերությունում հայացքներն աստիճանաբար կորցրին իրենց սրությունը։ Մեկնաբանությունները սակավացան։ Կյանքը շարունակվում էր, ինչպես միշտ է շարունակվում, նոր փոքր սկանդալները զբաղեցնում էին հնի տեղը։ Բարույրն ակնհայտորեն խուսափում էր նրանից, փոխելով ուղղությունը, երբ տեսնում էր նրան միջանցքներում։ Մարինեին դա չէր անհանգստացնում։ Թեթություն էր չպարտադրել քաղաքավարություն։ Երեկույթից հետո երկրորդ շաբաթվա հինգշաբթի օրը Դավիթը նորից սպասում էր նրան աշխատանքային օրվա վերջում։ Այս անգամ, դուրս գալու հրավիրելու փոխարեն, նա այլ առաջարկ արեց։ Իմ բնակարանն այստեղից 10 րոպեի ճանապարհ է, ասաց նա։ Մտածեցի, կարող եմ ինչ-որ բան պատրաստել մեզ համար։ Ոչ բարդ բան, պարզապես մակարոն, տնական սոուսով, գինի, լավ զրույց։ Համաձայն ես։ Մարինեն գիտեր, թե դա ինչ է նշանակում։ Նրա բնակարան գնալը սահման անցնել էր։ Դա հանրային վայրերի անվտանգ տարածքից դուրս գալ ավելի մտերմիկ, ավելի ռիսկային բանի մեջ մտնել էր։ Բայց երբ նայեց Դավիթի աչքերին, տեսավ միայն անկեղծություն, հույս, հասկացավ, որ ուզում է ռիսկի դիմել։ Համաձայն եմ, պատասխանեց նա։ Դավիթի բնակարանը գտնվում էր Արաբկիրի ժամանակակից շենքերից մեկում, նախկին երեկույթի տարածքի մոտ։ Երբ 20-րդ հարկում վերելակի դռները բացվեցին, նա իրեն ուղեկցեց դեպի բնակարանի դուռը, Մարինեն զգաց, որ սիրտը արագանում է։ Տարածքը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին պատկերացնում էր։ Մաքուր, կոկիկ, բայց ոչ մոլուցքային։ Ընտրությունների մեջ անհատականություն կար։ Մի հսկայական գրապահարան զբաղեցնում էր հյուրասենյակի մի ամբողջ պատը, լի գույներով դասավորված գրքերով։ Մուգ շագանակագույն կաշվե բազմոցը դրված էր մեծ հեռուստացույցի դիմաց։ Ամերիկյան խոհանոցը բացվում էր դեպի հյուրասենյակ, իսկ պատշգամբից բացվում էր լուսավորված քաղաքի հիասքանչ տեսարան։ Գեղեցիկ է, անկեղծորեն գովեց Մարինեն։ Շնորհակալ եմ, ասաց Դավիթը, ակնհայտորեն գոհ։ Զգա քեզ ինչպես տանը։ Խմելու բան բերեմ։ Գինի, գարեջուր, հյութ։ Գինին հիանալի կլինի։ Դավիթը 2 գավաթ կարմիր գինի լցրեց, մինչ Մարինեն ուսումնասիրում էր գրապահարանը։ Դա էկլեկտիկ հավաքածու էր։ Գիտաֆանտաստիկան, հայ դասականների կողքին, կենսագրությունները, խառնված դետեկտիվ վեպերի հետ։ Նա հանեց Իսահակ Ազիմովի «Հիմք» մաշված օրինակը։ Դու Ազիմով ես կարդում, նկատեց նա, թերթելով գիրքը։ Իմ սիրելի հեղինակներից է, խոստովանեց Դավիթը, մոտենալով գավաթներով։ Այն ձ, թե ինչպես է նա մտածում հասարակության, ապագայի, մեր կատարած ընտրությունների մասին։ Ինձ հիացնում է։ Նրանք խոսեցին գրքերի մասին, մինչ Դավիթը պատրաստում էր ընթրիքը։ Մարինեն նստեց ամերիկյան խոհանոցի բարձր աթոռներից մեկին, հետելով, թե ինչպես է նա ճշգրիտ շարժումներով կտրատում լոլիկ, սխտոր սոխ։ Մի խորը գրավչություն կար նրան իր սեփական տարածքում հարմարավետ, ինքնավստահ, բայց առանց ամբարտավանության տեսնելու մեջ։ Մակարոնը համեղ էր։ Նրանք կերան պատշգամբի փոքրիկ սեղանի մոտ, քաղաքը փայլում էր ներքում, ինչպես լույսերի ծով։ Զրույցը բնական հոսում էր, ինչպես միշտ էր հոսում նրանց միջ։ Դավիթը պատմեց մի մեծ նախագծի մասին, որն իրականացնում էր աշխատանքում, մի պահանջկոտ հաճախորդի մասին, որն ամեն շաբաթ փոխում էր իր միտքը։ Մարինեն խոսեց մի մարքեթինգային արշավի մասին, որը մշակում էր նոր արտադրանքի թողարկման համար։ Բայց թե թեմաների միջ հարմարավետ լռության պահեր կային։ Պահեր, երբ պարզապես նայում էին միմյանց, կարիք չունեին տարածությունը բառերով լցնելու։ Երբ ավարտեցին ընթրիքը, Դավիթն առաջարկեց ֆիլմ դիտել։
Նրանք տեղավորվեցին բազմոցին, հարգալից հեռավորություն պահելով իրենց մարմինների միջ։ Բայց ֆիլմի ընթացքում Մարինեն աստիճանաբար զգաց, որ թուլանում է, մարմինը բնականորեն թեքվում է դեպի նրան։ Դավիթն էր, որ առաջին քայլն արեց։ Ձեռքը գցեց նրա ուսերի շուրջ, պարզ, բայց իմաստալից ժեստ։ Մարինեն թույլ տվեց իրեն հենվել նրան, զգալով նրա մարմնի ջերմությունը, նրա շնչառության հաստատուն ռիթմը։ Երբ ֆիլմն ավարտվեց, նրանցից ոչ ոք չշարժվեց։ Մարինեն դեմքը շրջեց Դավիթին նայելու տեսավ, որ նա արդեն նայում է իրեն։ Նրա աչքերում հարց կար, թույլտվության լուր խնդրանք։ Մարինեն պատասխանեց դանդաղ մոտենալով, նրան ժամանակ տալով հետ քաշվելու, եթե ցանկանար։ Բայց Դավիթը հետ չքաշվեց։ Հանդիպեց նրան կես ճանապարհին, նրա շուրթերը դիպան իրենին մի քնքշությամբ, որը զարմացրեց նրան։ Համբույրը սկսվեց նուրբ, գրեթե վարանոտ։ Բայց աստիճանաբար խորացավ, տարիների մենությունը զսպված ցանկությունը վերջապես ելք գտան։ Դավիթի ձեռքերը բարձրացան, շրջանակելու Մարինեի դեմքը, նրա բութ մատերը շոյում էին նրա այտերը մի քնքշությամբ, որը ստիպեց նրան լաց լինել։ Երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ դժվարությամբ էին շնչում։ Դավիթը ճակատը հենեց նրանին, աչքերը փակ։ Ես փորձում եմ դանդաղ գնալ, խոստովանեց նա, ձայնը խռպոտ։ Փորձում եմ հարգալից լինել։ Բայց դու գաղափար չունես, թե որքան եմ քեզ ուզում։ Ապա դադարիր փորձել, շշնջաց Մարինեն, զարմացնելով ինքն իրեն սեփական հանդգնությամբ։ Նրանք նորից համբուրվեցին, բայց այս անգամ վարանում չկար։ Դավիթը նրան քաշեց իր գիրկը, Մարինեն թույլ տվեց իրեն գնալ, զգալ, պարզապես թույլ տվեց իրեն ցանկալի լինել, առանց դատողության վախի։ Նրա ձեռքերը ուսումնասիրում էին նրա մարմինը հարգանքով, կարծես նա թանկարժեք, արժեքավոր մի բան լիներ։ Նա թույլտվություն էր խնդրում ամեն քայլից առաջ։ Լավ է, եթե սա հանեմ։ Կարող եմ քեզ այստեղ դիպչել։ Ուզում ես, որ կանգ առնեմ։ Նրա ուշադրությունը, նրա ինքնավարության հանդեպ հարգանքը գրեթե անտանելի գրավիչ էր։ Բարույրի հետ Մարինեն միշտ զգացել էր, որ պետք է համապատասխանի չասված ակնկալիքներին։ Դավիթի հետ զգում էր, որ կարող է պարզապես գոյություն ունենալ, դա բավարար է։ Շաբաթներ առաջ նվաստացումով սկսված գիշերն այժմ նոր իմաստ էր գտնում։ Դավիթի ննջասենյակում, մուգ սավանների պատուհանից ներս թափանցող քաղաքի մեղմ լույսի մեջ, Մարինեն առաջին անգամ իրեն իսկապես տեսանելի զգաց։ Ոչ թե որպես նվաճվելիք օբյեկտ կամ ուղղվելիք խնդիր, այլ որպես ամբողջական, բարդ կին, որը հավասարապես արժանի է ցանկության հարգանքի։ Լուսադեմին Մարինեն արթնացավ թարմ սուրճի բույրից։ Հագավ այն վերնաշապիկը, որը Դավիթը հագել էր նախորդ գիշեր, բույրի հետից գնաց դեպի խոհանոց։ Նա այնտեղ էր, միայն սպորտային տաբատով, նախաճաշ էր պատրաստում։ Երբ տեսավ նրան, դեմքը լուսավորվեց ժպիտով։ Բարի լույս, վտանգավոր, ասաց նա, մականունը բնականորեն դուրս թռավ։ Վտանգավոր, կրկնեց Մարինեն, ծիծաղելով։ Ինչու վտանգավոր։ Դավիթը մոտեցավ, ձեռքերով գրկելով նրա իրանը։ Որովհետև այս գիշերվանից հետո չեմ կարող պատկերացնել քեզնից հեռու մնալ։ Եվ դա բացարձակապես վտանգավոր է մի մարդու համար, ով միշտ վերահսկել է իր զգացմունքները։ Մարինեն թեքվեց նրան համբուրելու, զգալով, թե ինչպես իր կրծքում մի բան է ընդհարձակվում։ Եթե սառը լինելը սա է, մտածեց նա, թող շատ սառը ճակատներ գան։ Եթե սառնարան լինելը նշանակում է պահպանել այն, ինչն արժեքավոր է բացվել միայն նրա համար, ով արժանի է, ապա նա վերջապես գտել էր մեկին, ով արժանի էր տեսնելու, թե ինչ կա ներսում։ Մարինեն այդ գիշեր տուն չվերադարձավ։ Ոչ էլ հաջորդ։ Այն, ինչ սկսվել էր որպես իմպուլսիվ պահ, բնականորեն վերածվեց ավելիին։ Նա չմնաց, որովհետև պարտավորված էր զգում կամ վախենում էր մենակ մնալուց։ Մնաց, որովհետև ուզում էր։ Տարիներ շարունակ առաջին անգամ Մարինե Ալավերդյանը ընտրություններ էր կատարում, հիմնվելով զուտ նրա վրա, թե ինչն էր իրեն երջանիկ դարձնում, ոչ թե նրա, թե ինչն էր սպասելի կամ անվտանգ։ Առաջին օրերին որոշակի զգուշություն էին պահպանում։ Մարինեն առավոտյան շուտ գնում էր իր բնակարան, հարդարվելու մաքուր հագուստ վերցնելու, նախքան աշխատանքի գնալը։ Ընկերություն էին հասնում տարբեր ժամերի, խուսափելով միասին տեսնվելուց։ Ոչ թե ամոթից, այլ պատմությունը վերահսկելու, անխուսափելիորեն առաջանալիք բամբասանքները չսնելու փորձից։ Բայց Երանը մեծ քաղաք է, որը գործում է փոքր քաղաքի պես, երբ խոսքը վերաբերում է կորպորատիվ շրջանակներին։
Եվ գործարար համախմբումը, չնայած ավելի քան 300 աշխատակից ունենալուն, ուներ այն յուրահատուկ բնութագիրը, որտեղ բոլորը գիտեն բոլորի կյանքի մասին։ Առաջին բացահայտումը տեղի ունեցավ հունվարի 2-րդ շաբաթը, երբ աշխատակիցների մեծ մասն արդեն վերադարձել էր արձակուրդից։ Մարինեն գրասենյակի խոհանոցում էր, սուրճ էր պատրաստում, երբ ներս մտավ կադրերի բաժնի Ժաննան։ Նա 50 անց փորձառու կին էր, այն հայացքով, որը կարծես կարող էր գաղտնիքներ բացահայտել ընդամենը մեկ ուշադիր դիտարկմամբ։ Մարինե, կարող եմ մի րոպե խոսել քեզ հետ, ասաց Ժաննան, նրա տոնը պրոֆեսիոնալ էր, բայց ոչ թշնամական։ Իհարկե, պատասխանեց Մարինեն, զգալով ստամոքսի սեղմում։ Ժաննան փակեց խոհանոցի դուռը, ապահովելով գաղտնիություն։ Տես, ես սովորություն չունեմ մարդկանց անձնական կյանքին խառնվելու, սկսեց նա։ Բայց որպես կադրերի բաժնի աշխատակից պետք է ուշադիր լինեմ իրավիճակներին, որոնք կարող են ազդել աշխատանքային միջավայրի վրա։ Իմ ականջին է հասել, որ դու Դավիթ Ներսիսյանը հարաբերությունների մեջ եք։ Մարինեն կուլ տվեց, բայց պահպանեց ուղիղ կեցվածքը։ Չեմ տեսնում, թե դա ինչպես կարող է խնդիր լինել։ Մենք նույն բաժնում չենք աշխատում, հիերարխիկ շահերի բախում չկա։ Եվ իսկապես չկա, համաձայնեց Ժաննան։ Դուք հասուն, ամուրի, իրավասու մասնագետներ եք։ Հարաբերությունն ինքնին իմ մտահոգությունը չէ։ Իմ մտահոգությունը բարույրն է։ Ինչ կա բարույրի հետ։ Ժաննան հոգոց հանեց, կարծես զգուշորեն ընտրում էր բառերը։ Մարինե, ես գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել տարեվերջյան երեկույթին։ Բոլորը գիտեն։ Եվ ես գիտեմ, որ Դավիթը բարույրի լավագույն ընկերն էր։ Այս իրավիճակը թշնամական միջավայր ստեղծելու պոտենցիալ ունի, հատկապես որ բարույրը դրանից հետո անկանոն վարք է դրսևորում։ Ինչ տեսակի վարք։ Անպատշաճ մեկնաբանություններ քո Դավիթի մասին։ Դեռ ոչինչ, որ որակվի որպես ոտնձգություն, բայց սահմանին է։ Ես պարզապես ուզում էի, որ դու իմանայիր, որ մենք հետում ենք, որ եթե որևէ պահի դու քեզ անհարմար կամ սպառնալիքի տակ զգաս, ունես կադրերի բաժնի ամբողջական աջակցությունը։ Մարինեն երախտագիտության անհանգստության խառնուրդ զգաց։ Հանգստացնող էր իմանալ, որ ընկերությունը չի անտեսում իրավիճակը, բայց նա անհանգստացնող էր, որ բարույրը մեկնաբանություններ է անում իր մասին։ Շնորհակալ եմ, որ տեղյակ պահեցիր, ասաց Մարինեն։ Ուշադիր կլինեմ։ Եվ Մարինե, ավելացրեց Ժաննան դուրս գալուց առաջ, այն, ինչ դու արեցիր այն երեկույթին, այդպես պաշտպանվելով։ Դա քաջություն էր։ Այստեղի շատ կանայք հիանում են քեզնով դրա համար։ Պարզապես թույլ մի տուր, որ մանրախնդիր մարդկանց մեկնաբանությունները ստիպեն քեզ կասկածել քո ընտրությունների վրա։ Երբ Ժաննան դուրս եկավ, Մարինեն մենակ մնաց խոհանոցում, ձեռքին սուրճի բաժակը, մտածում էր զրույցի մասին։ Բարույրը մեկնաբանություններ էր անում։ Իհարկե, անում էր։ Նա երբեք չէր հանդուրժել պարտությունը, իր նախկին ընկերուհու, իր լավագույն ընկերոջ հետ հարաբերությունների մեջ լինելը պետք է բաց վերք լիներ նրա էգոյի համար։ Մարինեն վերցրեց հեռախոսը, հաղորդագրություն ուղարկեց Դավիթին։ Պետք է խոսենք։ Բարույրը ընկերությունում մեր մասին մեկնաբանություններ է անում։ Պատասխանը եկավ վայրկյանների ընթացքում։ Գիտեմ։ Նա 3 գիշեր ինձ հաղորդագրություններ է ուղարկել։ Ծանր բաներ։ Արգելափակել եմ նրա համարը։ Ճաշին ավելի մանրամասն կպատմեմ։ Մարինեն համաձայնեց։ Ամբողջ առավոտն աշխատեցին, բայց նրա միտքը անընդհատ թափառում էր, փորձելով պատկերացնել, թե ինչպիսի հաղորդագրություններ էր բարույրն ուղարկել Դավիթին, ինչպիսի մեկնաբանություններ էր տարածում ընկերությունում։ Ճաշի համար հանդիպեցին գրասենյակից 3 թաղամաս հեռու գտնվող մի համեստ ռեստորանում։ Դավիթն արդեն սպասում էր, երբ Մարինեն հասավ, նստած հաստատության հետնամասի սեղաններից մեկի մոտ։ Նա վեր կացավ, տեսնելով իրեն, թեթակի համբուրեց նրա շուրթերը, նախքան նստելը։ Դա պարզ, բայց հրապարակային ժեստ էր։ Լուր հայտարարություն, որ նա չի ամաչում իրենց հարաբերություններից։ Դե ինչ, սկսեց Մարինեն, հենց որ պատվիրեցին ուտելիքը։ Ինչ է ասել բարույրը քեզ։ Դավիթը հոգոց հանեց, ձեռքը տանելով մազերի միջով մի ժեստով, որը Մարինեն արդեն սովորել էր, որ սթրես է նշանակում։ Հիմնականում ինձ դավաճան է անվանել։ Ասել է, որ ես երես եմ թեքել իրենից, որ անհավատարիմ եմ եղել, որ ընկերությունը ոչինչ չի նշանակել ինձ համար։ Եվ հետո սկսել է քո մասին բաներ ասել, որոնք նույնիսկ չեմ կրկնի, որովհետև դրանք անհարգալից են, պարզապես ճիշտ չեն։ Պատասխանել ես։
Միակ հաղորդագրությունն ուղարկեցի ասելով, որ նա կորցրել է ինձ ընկեր անվանելու իրավունքը, երբ հրապարակավ նվաստացրեց քեզ, որ դու օբյեկտ չես, որի նկատմամբ նա իրավունքներ ունի, և որ այն, ինչ կա մեր միջ, իր մասին չէ։ Հետո արգելափակեցի համարը։ Մարինեն ձեռքը մեկնեց սեղանի վրայով, իր մատները միահյուսելով նրանին։ Ցավում եմ, որ փչացրի քո ընկերությունը նրա հետ։ Դու ոչինչ չես փչացրել, վճռականորեն ուղեց Դավիթը։ Բարույրն է դա արել, երբ բազմիցս ընտրել է անհարգալից վերաբերվել իր համար կարոր մեկին։ Ընկերությունը միայն ընդհանուր պատմության մասին չէ։ Այն արժեքների, հարգանքի մասին է։ Եվ ես հասկացա, որ վաղուց բարույրը չի կիսում իմ արժեքները։ Այնուամենայնիվ, պնդեց Մարինեն։ Դուք քանի տարվա ընկերներ էիք։ 10, 12, ուղեց Դավիթը։ Բայց Մարինե, այդ 12 տարիների ընթացքում ես տեսել եմ, որ նա դա անում է նա ուրիշ մարդկանց հետ։ Միշտ մտածել եմ, որ դա պարզապես նրա բնավորությունն է, որ նա հուզական հասունություն չունի։ Բայց տեսնել, թե ինչպես է նա դա անում քեզ հետ, տեսնել այն դաժանձը, որով փորձեց հրապարակավ նվաստացնել քեզ։ Այլս հնարավոր չէ անտեսել։ Եվ անկեղծ ասած, ես նախընտրում եմ քեզ ունենալ իմ կյանքում, քան պահպանել թունավոր ընկերություն, զուտ սենտիմենտալության համար։ Դավիթի խոսքերը տաքացրին Մարինեի կրծքում ինչ-որ բան։ Բայց նա պատասխանատվության բեռ բերեցին։ Իսկ եթե նրանց հարաբերությունները չստացվեին, Դավիթը տասնամյակից ավելի ընկերություն կկորցներ ոչնչի համար։ Կարծես կարդալով նրա մտքերը, Դավիթը սեղմեց նրա ձեռքը։ Դադարիր մտածել, որ դու բեռ ես, մեղմորեն ասաց նա։ Կամ որ ես ինչ-որ մեծ զոհողություն եմ արել։ Ես քեզ եմ ընտրել, որովհետև քեզ եմ ուզում։ Այդքան պարզ։ Եվ եթե բարույրը չի կարող դա ընդունել, խնդիրը նրանն է, ոչ թե մերը։ Հաջորդ օրերը հաստատեցին Մարինեի մտավախությունները։ Մեկնաբանությունները տարածվեցին ընկերությունում ինչպես կրակը չոր խոտի մեջ։ Նա այն կինն էր, ով հրապարակավ նվաստացրել էր նախկինին անմիջապես ընկել նրա լավագույն ընկերոջ գիրկը։ Կախված նրանից, թե ով էր պատմում պատմությունը, Մարինեն կամ զոհ էր, որը վերջապես գտել էր պարկեշտ մեկին, կամ հաշվենկատ, որը ամեն ինչ ի սկզբանե կազմակերպել էր բարույրից վրեժ լուծելու համար։ Ռուզաննան ամուր կանգնած մնաց Մարինեի կողքին, հերքելով պատմության ամենադաժան տարբերակները, երբ կարողանում էր։ Բայց պահեր կային, երբ Մարինեն մտնում էր սենյակ, զրույցները կտրուկ դադարում էին։ Պահեր, երբ անցնում էր միջանցքում խմբերի կողքով, զգում էր այրող հայացքներ իր թիկունքին։ Պահեր, երբ մտածում էր, արդյոք այս ամենն արժեր։ Բայց հետո Դավիթը ծիծաղելի հաղորդագրություն էր ուղարկում կեսօրին։ Կամ հայտնվում էր նրա սեղանի մոտ այնպիսի սուրճով, ինչպիսին նա էր սիրում։ Կամ պարզապես քաշում էր նրան մի դատարկ անկյուն համբուրում այնպես, կարծես նա միակ մարդն էր աշխարհում։ Եվ Մարինեն հիշում էր, որ այո, արժեր։ Արժեր յուրաքանչյուր դատող հայացքի, յուրաքանչյուր չարամիտ մեկնաբանության, իրեն պատմության չարագործը դարձնելու յուրաքանչյուր փորձի։ Անխուսափելի առճակատումը տեղի ունեցավ հունվարի մի անձրոտ երեկո։ Մարինեն մտավ շենքի վերելակը, տարված հեռախոսով նամակներին պատասխանելով։ Միայն երբ դռները սկսեցին փակվել, նկատեց, որ բարույրը նույնպես այնտեղ է, հենված խցիկի հետնամասին։ Լռությունը ծանր էր, խեղդող։ Մարինեն հայացքը գամել էր հեռախոսին, փորձելով անտեսել նրա ներկայությունը։ Բայց երբ վերելակը կանգնեց 9-րդ հարկում, ոչ ոք չմտավ, բարույրը վերջապես խոսեց։ Պետք է խոսենք, ասաց նա, նրա ձայնում մի բան կար, որը Մարինեն չկարողացավ բացահայտել։ Զայրո, իտ։ Վիրավորանք։ Զղջոմ։ Մենք խոսելու ոչինչ չունենք, պատասխանեց Մարինեն, պահպանելով չեզոք տոնը։ Մարինե, ես։ Տես, այն երեկույթի գիշերը ես հարբած էի։ Բաներ ասացի, որոնք չպետք է ասեի, վատ կատակներ արեցի։ Ես ցավում եմ, լավ։ Իմ մտադրությունը քեզ այդքան վիրավորելը չէր։ Մարինեն վերջապես հայացքը բարձրացրեց հեռախոսից, նրան նայելու։ Բարույրը կարծես ինչ-որ կերպ փոքրացել էր։ Ավելի քիչ ինքնավստահ։ Աչքերի տակ շրջանակներ կային, նա նիհարել էր։ Քո մտադրությունը հենց ինձ վիրավորելն էր, բարույր, հանգիստ ուղեց նա։ Հարբած թե սթափ, դու միշտ հավատացել ես, որ ինձ նվաստացնելը ինչ-որ կերպ քեզ ավելի մեծ է դարձնում։ Որ ինձ անբավարար զգալ տալը քեզ վերահսկողություն է տալիս։ Եվ դա ավարտվեց։
Ես երբեք վերահսկողություն չեմ ուզել, բողոքեց Բարույրը։ Ես քեզ սիրում էի, Մարինե։ Իմ ծուռ ձով, բայց սիրում էի։ Քո սիրելու ծուռը ցավեցնում էր, Բարույր, ասաց Մարինեն, զգալով, որ արցունքները ճնշում են, բայց հրաժարվելով թույլ տալ դրանց թափվել։ Եվ ես հոգնել եմ ցավից։ Վերելակը կանգնեց 12-րդ հարկում։ Դռները բացվեցին, ներս մտավ Դավիթը, տարված հեռախոսազրույցով։ Նրան մի քանի վայրկյան պահանջվեց, նկատելու իր արջի տեսարանը։ Երբ տեսավ Մարինեին Բարույրին, նրա արտահայտությունը խստացավ։ Ես քեզ հետ կկապվեմ, ասաց գծի մյուս կողմի մարդուն, արագ անջատելով։ Վերելակը շարունակեց բարձրանալ, բայց հիմա լռությունն էլ ավելի խիտ էր։ Բարույրը հերթով նայում էր Մարինեին Դավիթին, նրա արտահայտության մեջ մի վտանգավոր բան կար։ Հասկանալի է, վերջապես ասաց Բարույրը, դառը ծիծաղ դուրս թռավ։ Ինչքան հարմար։ Վերելակը կանգնում է հենց նրա հարկում։ Դավիթը չարձագանքեց։ Պարզապես կանգնեց Մարինեի կողքին, լուռ, բայց պաշտպանող ներկայությամբ։ Գիտես, ինչն է զվարճալի, շարունակեց Բարույրը, նրա ձայնը բարձրացավ։ Այն, որ ես եմ քեզ ծանոթացրել նրա հետ, Մարինե։ Ես եմ քեզ տարել այն բոլոր երեկույթներին, որտեղ նա էր։ Եվ ամբողջ այդ ընթացքում իմ լավագույն ընկերը բացթողումի էր սպասում։ Այդպես չէր, սկսեց Դավիթը, բայց Բարույրն ընդհատեց նրան։ Այդպես չէր։ Ապա ինչպես էր, Դավիթ։ Դու ինձ կասես, որ սա, նա ժեստ արեց նրանց երկուսի միջ, պարզապես զուգադիպությունն էր։ Որ դու ոչինչ չէիր պլանավորել։ Ես ոչինչ չեմ պլանավորել, պատասխանեց Դավիթը, նրա ձայնը ցածր էր, բայց ամուր։ Բայց նա չեմ ձացնի, թե ամիսներ շարունակ չէի նկատում Մարինեին։ Թե չէի տեսնում, թե ինչպես էիր նրան վերաբերվում։ Թե խորապես անարդար չէի համարում տեսնել, թե ինչպես է այդքան անհավանական մեկը մշտապես նվաստացվում։ Ահ, ուրեմն դու ես այս պատմության հերոսը, ծաղրեց Բարույրը։ Փայլուն զրահով ասպետը, որը փրկեց վտանգի մեջ գտնվող օրիորդին։ Ոչ ոքի չի փրկել, միջամտեց Մարինեն, նրա ձայնը օդը կտրեց ինչպես սուր։ Ես ինձ փրկեցի, երբ վերջապես քաջություն ունեցա բաժանվելու քեզնից։ Դավիթն ինձ չի փրկել։ Նա պարզապես հարգել է ինձ։ Մի բան, որը դու երբեք ունակ չես եղել անելու։ Վերելակը կանգնեց 14-րդ հարկում, Մարինեի հարկում։ Բայց նա չշարժվեց։ Մի բան կար, որ պետք է ասեր, մի բան, որը երկար ժամանակ կոկորդում էր մնացել։ Բարույր, դու ուզում ես ինձ չարագործ ներկայացնել, որովհետև ես ընտրել եմ մնալ մեկի հետ, ով ինձ ստիպում է արժեքավոր զգալ։ Որովհետև ես համարձակվել եմ առաջ շարժվել, փոխարենը ամիսներով տառապելու մեր ձախողված հարաբերությունների համար։ Բայց ճշմարտությունն այն է, որ մեր հարաբերությունները վաղուց ձախողված էին։ Եվ խորքում, կարծում եմ, դու դա գիտես։ Վերելակի դռները սկսեցին նորից փակվել, բայց Դավիթը պահեց դրանք։ Դու կորցրիր ինձ ընկեր անվանելու իրավունքը, երբ հրապարակավ նվաստացրիր նրան, ասաց Դավիթը, ուղիղ նայելով Բարույրին։ Եվ նա մրցանակ չէ, որը դու կորցրիր, իսկ ես շահեցի։ Նա անհավանական կին է, ում ես իմ կողքին ունենալու արտոնությունն ունեմ։ Կին, որը սառը չէ։ Պարզապես ընտրողական է, թե ով է արժանի զգալու նրա ջերմությունը։ Դավաճան թքեց Բարույրը, բայց բառը դուրս եկավ առանց ուժի։ Մտածիր ինչ ուզում ես, պատասխանեց Դավիթը, ձեռքը մեկնելով Մարինեին։ Բայց նա ես առաջ ենք շարժվելու։ Քո հավանությամբ կամ առանց դրա։ Մարինեն ընդունեց Դավիթի ձեռքը, նրանք միասին դուրս եկան վերելակից։ 14-րդ հարկի միջանցքում գործընկերների առջ, որոնք ակնհայտորեն լսել էին վեճի գոնե մի մասը, Դավիթն արեց մի բան, որը լիովին զարմացրեց Մարինեին։ Երկու ձեռքով բռնեց նրա դեմքը համբուրեց։ Դա արագ կամ զուսպ համբույր չէր։ Դա հայտարարություն էր։ Հրապարակային ընտրություն։ Բոլորի համար հասկանալի դարձնել, որ իրենք միասին են, որ նա դրանից չի ամաչում։ Երբ բաժանվեցին, Մարինեն տեսավ տարբեր արտահայտություններով դիտող բազմաթիվ գործընկերների։ Ոմանք ցնցված էին, մյուսները զվարճացած, մյուսները ակնհայտորեն դժգոհ։ Բայց Մարինեն հասկացավ, որ իրեն դա չի անհանգստացնում։ Կյանքում առաջին անգամ նա ընտրում էր սեփական երջանկությունը, փոխարենը փորձելու գոհացնել ուրիշների ակնկալիքները։ Բարույրը վերելակից դուրս եկավ մի քանի վայրկյան անց, գունատ տեսանելիորեն ցնցված։
Անցավ նրանց կողքով, առանց մի բառ ասելու, շարունակելով դեպի վաճառքի բաժին։ Հաջորդ օրերը բուռն էին։ Վերելակի տեսարանը դարձավ ընկերության ամենաքննարկվող թեման։ Մարինեն Դավիթը պաշտոնապես դարձան գործարար համախմբում ի սկանդալային զույգը։ Բայց տարօրինակ կերպով օրերի ընթացքում, երբ մարդիկ հասկացան, որ նրանք իսկապես երջանիկ են միասին, թշնամանքը սկսեց նվազել։ Օգնեց այն փաստը, որ փետրվարի երկրորդ շաբաթը Մարինեն նշանակվեց մարքեթինգի մենեջեր։ Նրա աշխատանքը միշտ անթերի էր եղել, պաշտոնի բարձրացումն արժանի էր, բայց չար լեզուներն անխուսափելիորեն ասացին, որ նրան հովանավորել են Դավիթի հետ լինելու համար։ Կարևոր չէր, որ Դավիթը որոշում կայացնելու լիազորություն չուներ մարքեթինգի բաժնում պաշտոնի բարձրացումների վերաբերյալ։ Կարևոր չէր, որ Մարինեն թիմի լավագույն ցուցանիշներն ուներ։ Միշտ կլիներ ինչ-որ մեկը, որը պատրաստ կլիներ նվաստացնելու նրա ձեռքբերումները։ Բայց Մարինեն սովորում էր այլս չներքինացնել այդ մեկնաբանությունները։ Սովորում էր տարբերել կառուցողական քննադատությունը արժեզրկման դաժան փորձերից։ Եվ նրա կողքին Դավիթն էր, որը մշտապես հիշեցնում էր նրա արժեքի մասին, երբ անվստահությունը հարվածում էր։ Բարույրը, մյուս կողմից, լավ չէր հաղթահարում իրավիճակը։ Կադրերի բաժնի Ժաննան փետրվարի վերջին Մարինեին գաղտնի հանդիպման կանչեց։ Պետք է տեղեկացնեմ, որ բարույրը տեղափոխվում է մեր Գյումրիի մասնաճյուղ, ասաց Ժաննան, նրա ձեռքերը ծալված էին սեղանի վրա։ Դա պատշիչ որոշում չէր, բայց մենք գտանք, որ բոլոր ներգրավվածների, այդ թվում նրա համար, ավելի լավ կլինի նոր սկիզբ ունենալ այլ միջավայրում։ Մարինեն չգիտեր, ինչպես զգա դրա մասին։ Մի մասը թեթություն էր զգում, որ այլս ստիպված չի լինի միջանցքներում հանդիպել բարույրին։ Մյուս մասը տխրության նման մի բան էր զգում այն մարդու համար, որը նա կարող էր լինել, եթե կարողանար հաղթահարել իր անվստահությունները։ Ինչպես արձագանքես տեղափոխությանը, հարցրեց Մարինեն։ Սկզբում այնքան էլ լավ չէ, խոստովանեց Ժաննան։ Բայց ի վերջո համաձայնեց, որ ավելի լավ կլինի։ Նա այնտեղ կսկսի մարտի սկզբին։ Իսկ Դավիթը, շարունակեց Ժաննան, բացարձակապես երաշխավորված է, որ այս տեղափոխությունը ոչ մի կապ չունի նրանց միջ խզված ընկերության հետ։ Դա կառավարչական որոշում էր, հիմնված կատարողականի մշակութային համապատասխանության վրա։ Մարինեն գլխով արեց, զգալով, թե ինչպես մի բեռ է թեթանում իր ուսերից։ Լարվածության մշտական աղբյուրը վերջապես կվերացվեր։ Գուցե այդ ժամանակ կարողանային իսկապես առաջ շարժվել։ Այդ գիշեր Մարինեն Դավիթին պատմեց բարույրի տեղափոխության մասին։ Նրանք նրա բնակարանում էին, որն աստիճանաբար դարձել էր նրանց բնակարանը։ Մարինեն պահում էր իր ստուդիան Դավթաշենում, բայց հազվադեպ էր գիշերներն այնտեղ անցկացնում։ Նրա հագուստը զբաղեցնում էր Դավիթի զգեստապահարանի կեսը։ Նրա հիգիենայի պարագաները բաժանում էին լոգարանի տարածքը։ Աստերիքսը սովորել էր քնել անկողնու ոտքերի մոտ, երբ Մարինեն այնտեղ էր։ Ինչպե՞ս ես քեզ զգում դրա մասին, հարցրեց Դավիթը, նրան ավելի մոտ քաշելով բազմոցին։ Հիմնականում թեթացած, խոստովանեց Մարինեն։ Բայց նա տարօրինակ կերպով տխուր։ Ես իմ կյանքի 3 տարին վատնեցի նրա հետ, Դավիթ։ 3 տարի, որոնց ընթացքում կարող էի երջանիկ լինել, կարող էի գտնել մեկին, ով իսկապես կհարգեր ինձ։ Կամ գուցե, մեղմորեն առաջարկեց Դավիթը, քեզ պետք էին այդ 3 տարիները, սովորելու, թե ինչն այլս չընդունել։ Զարգացնելու այն ուժը, որը թույլ տվեց քեզ պաշտպանվել այն երեկույթին։ Պատրաստ լինելու առողջ հարաբերությունների, երբ դրանք հայտնվեին։ Մարինեն շրջվեց նրան նայելու, իսկապես նայելու։ Նրա կրծքում մի խորը վախեցնող բան էր աճում։ Մի բան, որը վախենում էր անվանել, վախենում էր խոստովանել, որովհետև դա անվանելը ամեն ինչ իրական խոցելի էր դարձնում։ Ես քեզ սիրում եմ, հանկարծ ասաց նա, բառերը դուրս եկան, նախքան կկարողանար դրանք գրաքննել։ Ես գիտեմ, որ վաղ է, գիտեմ, որ այս ամենը ինտենսիվ արագ էր, բայց ես քեզ սիրում եմ, Դավիթ։ Եվ դա ինձ վախեցնում է, որովհետև քեզ հիմա կորցնելը կործանարար կլիներ։ Դավիթը ժպտաց, այն մեղմ ժպիտը, որը միշտ ստիպում էր Մարինեի սրտին արագանալ։ Ես էլ քեզ եմ սիրում, պատասխանեց նա, երկու ձեռքով բռնելով նրա դեմքը։ Եվ այո, դա արագ ինտենսիվ էր։ Բայց երբեմն լավագույն բաները այդպիսին են։ Դու ինձ չես կորցնի, Մարինե։ Ոչ, եթե ես կարողանամ խուսափել դրանից։ Նրանք համբուրվեցին, այդ համբույրում խոստում կար։ Ապագա գար։
Վստահություն կար, որ գտել էին մի հազվագյուտ արժեքավոր բան, մի բան, որն արժեր յուրաքանչյուր դատող հայացքի, յուրաքանչյուր չարամիտ մեկնաբանության, հարաբերությունների բուռն սկզբի բերած յուրաքանչյուր բարդության։ Մարինեն այդ գիշեր քնեց Դավիթի կրծքին, լսելով նրա սրտի հաստատուն ռիթմը։ Տարիներ շարունակ առաջին անգամ զգաց, որ գտնվում է ճիշտ այնտեղ, որտեղ պետք է լինի։ Մեկի հետ, ով իրեն իսկապես տեսնում է։ Մեկի հետ, ով իրեն հարգում է։ Մեկի հետ, ով նախկին վիրավորանքը վերածել էր նրանց միջ մասնավոր կատակի։ Երբ Դավիթն այժմ նրան վտանգավոր էր անվանում, Մարինեն ծիծաղում էր։ Որովհետև հասկանում էր, թե նա իրականում ինչ է ասում։ Ոչ թե, որ նա սպառնալիք է, այլ որ անհնար է անտարբեր մնալ նրա նկատմամբ։ Որ ինչ-որ մեկին սիրելը միշտ վտանգավոր է եղել, միշտ ռիսկի դիմել է, միշտ ընտրել է խոցելի լինել։ Եվ Մարինեն պատրաստ էր այդ վտանգին։ Պատրաստ էր այդ ռիսկին։ Պատրաստ էր վերջապես հավատալ, որ արժանի է սիրվել այնպես, ինչպես Դավիթն էր իրեն սիրում։ Ամբողջությամբ։ Հարգանքով։ Իսկապես։ Մարտը երան եկավ, բերելով գարնան սկզբին բնորոշ հորդառատ անձրները։ Քաղաքը ստանում էր մոխրագույն մուգ կանաչ երանգներ, փողոցները ջրով էին լցվում, երթևեկությունը վերածվում էր էլ ավելի մեծ մղձավանջի։ Բայց Մարինե Ալավերդյանը հայտնաբերեց, որ սիրում է անձրոտ օրերը։ Որովհետև անձրոտ օրերը նշանակում էին տանը մնալ Դավիթի հետ, լսելով ջրի թմբկահարությունը պատուհաններին, փաթաթված բազմոցին, Աստերիքսի հետ իրենց ոտքերի մոտ, առանց պարտավորության լինելու որևէ այլ տեղ, քան այնտեղ։ Կյանքը նոր ռիթմ էր գտել։ Առողջ, հավասարակշռված ռիթմ, որտեղ նա այլս կարիք չուներ հարմարվելու որևէ մեկի ակնկալիքներին։ Ընկերությունում, բարույրի, Գյումրի տեղափոխվելուց հետո միջավայրն աստիճանաբար նորմալացել էր։ Մարդիկ դեռ երբեմն մեկնաբանում էին Մարինեի Դավիթի մասին, բայց այժմ ավելի շատ հետաքրքրությամբ, քան դատողությամբ։ Նրանք տարօրինակ կերպով դարձել էին հայտնի զույգ։ Հաղթահարման մի պատմություն, որը մարդիկ սիրում էին պատմել։ Մարինեն ծաղկում էր իր նոր պաշտոնում, որպես մարքեթինգի մենեջեր։ Ուներ ինքնավարություն, իրականացնելու գաղափարներ, որոնք նախկինում մերժվում էին, ղեկավարում էր փոքր, բայց արդյունավետ թիմ, տեսնում էր, թե ինչպես են իր նախագծերը ճանաչում ստանում ինչպես ներքին, այնպես էլ շուկայում։ Այլս կարիք չուներ կուլ տալու անհարգալից մեկնաբանություններ կամ քաղաքավարի ժպտալու նվաստացումների առջ։ Գտել էր իր մասնագիտական ձայնը, օգտագործում էր այն վճռականորեն, բայց միշտ հարգանքով։ Դավիթը շարունակում էր աշխատել ռազմավարական նախագծերի բաժնում, բայց սկսել էր կես դրույքով աշխատել որպես անկախ խորհրդատու, ավելի շատ ճկունություն ունենալու համար։ Նրա գրախանութի երազանքը դեռ հեռու էր, բայց այլս անհնարին չէր։ Նա Մարինեն ամբողջ գիշերներ պլանավորում էին, հաշվարկում, երազում մի ապագայի մասին, որն ավելի ու ավելի շոշափելի էր թվում։ Մարտի այդ անձրոտ գիշերներից մեկում Դավիթն արեց մի առաջարկ, որը նորից կփոխեր ամեն ինչ։ Նրանք բնակարանի պատշգամբում էին, պաշտպանված ծածկով, բայց դեռ զգում էին անձրի պատահական ցողերը, երբ քամին ավելի ուժեղ էր փչում։ Մարինեն ձեռքերում տաք շոկոլադի բաժակ էր պահում, դիտելով քաղաքի լույսերը, որոնք փայլում էին ջրի վարագույրի միջով։ Մի բանի մասին եմ մտածում, սկսեց Դավիթը, նրա ձայնում այն լրջությունն էր, որը ցույց էր տալիս, որ դա պատահական մեկնաբանություն չէ։ Մարինեն շրջվեց նրան նայելու, հետաքրքրված։ Հիշում ես, երբ պատմեցի քեզ իմ գրախանութի երազանքի մասին, շարունակեց նա։ Եվ դու ասացիր, որ քո երազանքը լուսանկարչական ստուդիա ունենալն է։ Աշխատել այն բանով, ինչն իսկապես սիրում ես, որ սա նշանակալից պահեր, ոչ միայն կորպորատիվ արշավներ։ Հիշում եմ, հաստատեց Մարինեն։ Բայց դու գիտես, որ երազանքները ֆինանսական իրականությունը տարբեր բաներ են։ Իսկ եթե դրանք այդքան էլ տարբեր չլինեին, առաջարկեց Դավիթը, նրա աչքերը փայլում էին ոգորությունից։ Մարինե, ես հաշվարկներ եմ արել։ Եթե միացնենք մեր խնայողությունները, եթե ես վերցնեմ այն գումարը, որը պապս է ինձ թողել, որը ներդրված է, եթե դու օգտագործես այն գումարը, որը մայրդ է քեզ տվել, երբ վաճառեցին Գյումրիի տունը, մենք կարող ենք դա իրականացնել։ Ինչն իրականացնել կոնկրետ։ Ամեն ինչ թողնել։ Երկուսս էլ։ Բացել գրախանութը, ստուդիան։ Գուցե նույնիսկ նույն տարածքում։ Հիբրիդային, մշակութային վայր։ Սրճարան, գրքեր, արվեստ։ Մի վայր, որտեղ մարդիկ կարող են գնալ ոչ միայն սպառելու, այլ գոյություն ունենալու։ Շնչելու։ Մարինեն զգաց, որ սիրտը արագանում է։
Դա խենթ, ռիսկային, ֆինանսապես կասկածելի գաղափար էր։ Թողնել կայուն աշխատանքը, արտոնություններով, կարիերայի պլանով, անորոշ երազանքի համար։ 1 տարի առաջվա Մարինեն անմիջապես կնշեր բոլոր պատճառները, թե ինչու է դա խելագարություն։ Բայց հիմիկվա Մարինեն, նա ով սովորել էր գնահատել իրեն, նա ով հայտնաբերել էր, որ հուզական անվտանգությունն ավելին արժե, քան ֆինանսական անվտանգությունը, այդ Մարինեն լրջորեն դիտարկում էր դա։ Իսկ եթե չստացվի, հարցրեց նա։ Եթե ձախողվենք, եթե կորցնենք ամեն ինչ, ապա նորից կսկսենք, պարզությամբ պատասխանեց Դավիթը։ Այլ աշխատանքներ կգտնենք։ Նորից կփորձենք։ Մարինե, ես 35 տարի անվտանգ ընտրություններ եմ կատարել։ Եվ ինչ եմ շահել դրանից։ Գումար բանկում մշտական զգացում, որ ապրում եմ ուրիշի կյանքով։ Դու լավագույն բանն ես, որ երբե պատահել է ինձ հետ, հենց որովհետև քեզ հետ ես սովորեցի, որ արժե ռիսկի դիմել։ Մարինեն նայեց նրա աչքերին, տեսավ անկեղծ համոզմունք։ Դա անպատասխանատու ռոմանտիկ պոռթկում չէր։ Դա մտածված, հաշվարկված, բայց քաջ պլան էր։ Եվ նա ուզում էր այդ քաջությունը։ Ուզում էր այդ կյանքը։ Եկեք անենք դա, վերջապես ասաց նա, զարմանալով սեփական վճռականությունից։ Եկեք իսկապես անենք դա։ Դավիթը նրան քաշեց ամուր գրկի մեջ, ծիծաղելով նրա մազերի մեջ։ Լո՛րջ։ Դու պարզապես համաձայնում ես, որովհետև առավոտյան 3-ն է, դու հոգնած ես։ Ես լուրջ եմ, վստահեցրեց Մարինեն, հեռանալով միայն այնքան, որ նրա աչքերին նայի։ Ես ուզում եմ մեր սեփական բանը կառուցել, Դավիթ։ Մի բան, որն իրական իմաստ ունի։ Ոչ թե պարզապես ավելի շատ թվեր կորպորատիվ հաշվետվություններում։ Նրանք հաջորդ շաբաթները մոլուցքով պլանավորում էին։ Ուսումնասիրում էին արտրային կետեր, մանրամասն ֆինանսական աղյուսակներ կազմում, խորհրդակցում իրավաբանների հետ պայմանագրային հարցերի շուրջ, հնարավոր դասավորություններ նախագծում։ Մարինեն գիշերվա կեսին արթնանում էր գաղափարներով արթնացնում Դավիթին, դրանք քննարկելու։ Դավիթը ժամեր էր անցկացնում մատակարարների կայքերում, համեմատելով դարակների, լուսանկարչական սարքավորումների, սուրճի մեքենաների գները։ Պլանավորման այդ նիստերից մեկի ժամանակ, շաբաթ օրը, Մարինեն անսպասելի զանգ ստացավ։ Դա նրա մայրն էր, Գայանեն, ում հետ հեռավոր, բայց քաղաքավարի հարաբերություններ ուներ։ Մարինե, սիրելիս, ինչպե՞ս ես, Գայանեի ձայնը անհանգիստ էր հնչում։ Քրոջիցդ իմացա այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել Երանում։ Այդ սկանդալը ընկերությունում, նոր ընկերը։ Ինչու ինձ ոչինչ չես պատմել։ Մամ, սկսեց Մարինեն, փորձելով ճիշտ բառեր գտնել։ Շատ բաներ էին միաժամանակ տեղի ունենում։ Չէի ուզում քեզ անհանգստացնել։ Բայց ես քո մայրն եմ, բողոքեց Գայանեն։ Պետք է առաջինը իմանայի։ Այդ տղան, Դավիթը, լուրջ է։ Որովհետև աղջիկս, դու չես կարող հարաբերությունից հարաբերություն թռչել։ Մարդիկ խոսում են։ Եվ հենց այդ պահին Մարինեի ներսում մի բան վերջապես կոտրվեց։ Ոչ թե զայրույթով, այլ բյուրեղյա պարզությամբ։ Մամ, ես 32 տարեկան եմ, հանգիստ ասաց նա։ Ես հարաբերությունից հարաբերություն չեմ թռչում։ Դուրս եմ եկել 3 տարվա բռնարար հարաբերություններից, գտել եմ մեկին, ով ինձ հարգում է։ Եվ գիտես էլ ինչ։ Ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են խոսում։ Ես իմ կյանքի չափազանց շատ ժամանակն եմ վատնել, անհանգստանալով, թե ուրիշներն ինչ կմտածեն։ Դա ավարտվեց։ Գծի մյուս կողմում լռություն էր։ Բռնարար։ Գայանեի ձայնը փոքրացավ։ Մարինե, բարույրը քեզ վնասում էր։ Ֆիզիկապես, ոչ, բացատրեց Մարինեն։ Բայց վնասում էր այլ ձերով։ Մշտապես նվաստացնում էր ինձ, ստիպում էր զգալ, որ երբեք բավարար չեմ։ Եվ ես հանդուրժում էի, որովհետև մտածում էի, որ հարաբերություններն այդպես են գործում։ Բայց այդպես չէ, մամ։ Այդպես չպետք է լինի։ Նա լսեց, թե ինչպես է մայրը մյուս կողմից հեկեկում։ Ես չգիտեի, շշնջաց Գայանեն։ Մարինե, ներիր ինձ։ Ես միշտ այդքան շատ բան եմ քեզնից պահանջել։ Միշտ պահանջել եմ, որ կատարյալ լինես, որ բավարարես ակնկալիքները։ Միթե ես եմ քեզ սովորեցրել ընդունել ավելի քիչ, քան արժանի ես։ Հարցը խորապես հարվածեց Մարինեին։ Նա երբեք այդպես չէր մտածել դրա մասին, բայց դրա մեջ ճշմարտություն կար։ Գայանեն միշտ խիստ, քննադատ, անհնարին էր գոհացնելու։
Եվ Մարինեն դա ներքինացրել էր, ռոմանտիկ հարաբերություններում փնտրել էր այն հավանությունը, որը երբեք չէր ստացել մորից։ «Մամ, դու արել ես լավագույնը, ինչ կարող էիր», ասաց Մարինեն, զգալով, որ արցունքները հոսում են։ «Եվ ես հիմա լավ եմ։ Ես երջանիկ եմ։ Ես կառուցում եմ մի կյանք, որն ինձ համար իմաստ ունի»։ «Ապա ես ուրախ եմ քեզ համար», ասաց Գայանեն, ձայնը դեռ խեղդված։ «Եվ ես ուզում եմ ծանոթանալ այդ Դավիթի հետ։ Ուզում եմ իմ աչքերով տեսնել այն տղամարդուն, որն իմ աղջկան այդպես փայլեցնում է»։ Նրանք խոսեցին մեկ ժամ, ավելի անկեղծ խորը զրույց, քան երբևէ ունեցել էին։ Երբ Մարինեն վերջապես անջատեց, Դավիթը դիտում էր պատշգամբի դռնից։ «Ամեն ինչ լավ է», հարցրեց նա։ «Լավ է», հաստատեց Մարինեն, սրբելով արցունքները։ «Ավելի լավ, քան երկար ժամանակ եղել է»։ Ապրիլին Մարինեն Դավիթը հրաժարականի դիմում ներկայացրին գործարար համախմբում ում։ Դա միաժամանակ վախեցնող ազատագրող էր։ Կադրերի բաժնի Ժաննան չզարմացավ, պարզապես հաջողություն մաղթեց երկուսին էլ ասաց, որ դռները միշտ բաց կլինեն, եթե միտքները փոխեն։ Հունիսին գտան կատարյալ արտրային կետը, մի հմայիչ անկյուն Սարյան փողոցում, ոչ հեռու այն բարից, որտեղ գնացել էին առաջին գիշերը։ Այն իդեալական տարածք ուներ։ Արջի ավելի մեծ հատվածը, որը կլիներ գրախանութը, սրճարանը, հետի սենյակը, լավ բնական լուսավորությամբ, որը կդառնար Մարինեի լուսանկարչական ստուդիան։ Ամբողջ ձմեռը վերանորոգում էին տարածքը։ Մարինեն սովորեց օգտագործել գայլիկոն, Դավիթը զարմանալի տաղանդ հայտնաբերեց նկարչության մեջ։ Հանգստյան օրերին ընկերներն օգնում էին, վերանորոգումը վերածելով սոցիալական միջոցառումների, պիցցայով գարեջրով։ Ռուզաննան միշտ գալիս էր, բերելով դիզայնի խորհուրդներ, որոնք տեսել էր ամսագրերում։ Նույնիսկ Աստերիքսն էր իր ներդրումն ունենում, վերահսկելով աշխատանքները անկյունում դրված իր բարձի վրայից։ Հուլիսի վերանորոգման օրերից մեկում անսպասելի բան տեղի ունեցավ։ Մարինեն պատերից մեկն էր ներկում, երբ հեռախոսը զանգեց։ Գյումրիից էր, ընկերության կոդով։ Վարանեց, բայց պատասխանեց։ Մարինե, բարույրի ձայնն էր։ «Նախքան անջատել, խնդրում եմ, պարզապես լսիր ինձ»։ «Ինչ ես ուզում, բարույր», հարցրեց Մարինեն, նրա տոնը թշնամական չէր, բայց նա ոչ քաջալերող։ «Ես ուզում էի ներողություն խնդրել»։ «Իսկապես»։ Ոչ թե մեղադրելով խմիչքին կամ հանգամանքներին։ «Ես վատ եմ վարվել քեզ հետ, Մարինե։ Տարիներ շարունակ։ Եվ ես դրա համար արդարացում չունեմ, բացի իմ սեփական անվստահությունից, անհասունությունից»։ Մարինեն լուռ մնաց, մտածելով։ Սա այն չէր, ինչ սպասում էր լսել։ «Ես թերապիայի եմ գնում», շարունակեց բարույրը։ «Այն օրվանից, ինչ եկել եմ Գյումրի։ Եվ դժվար է եղել, իսկապես նայել այն մարդու տեսակին, որը ես եղել եմ։ Այն մարդու տեսակին, որը դեռ պայքարում եմ չլինելու համար։ Դու արժանի չէիր իմ արածներից ոչ մեկին։ Եվ ես գիտեմ, որ ներողությունները անցյալը չեն փոխում, բայց ես պետք է, որ դու իմանայիր, որ ես դա գիտեմ։ Որ ես հասկանում եմ։ Շնորհակալ եմ, որ զանգեցիր, վերջապես ասաց Մարինեն։ Եվ անկեղծ լինելու համար։ Ես քեզ լավագույնն եմ մաղթում, բարույր։ Իսկապես։ Հուսով եմ, կգտնես այն խաղաղությունը, որը փնտրում ես։ Իսկ դու, հարցրեց նա, վարանելով։ Դու լավ ես։ Երջանիկ ես։ Այո, վստահորեն պատասխանեց Մարինեն։ Շատ երջանիկ։ Ապա ուրախ եմ քեզ համար։ Եվ Մարինե, նա դադար տվեց։ Դավիթին լավ նայիր։ Նա լավ տղա է։ Միշտ ավելի լավն է եղել, քան ես արժանի էի որպես ընկեր։ Լավ կնայեմ, խոստացավ Մարինեն։ Երբ անջատեց, Դավիթը դիտում էր դռնից, հարցական արտահայտությամբ։ Բարույրն էր, բացատրեց Մարինեն։ Ներողություն էր խնդրում։ Իսկապես։ Եվ ինչպես ես քեզ զգում դրա մասին։ Մարինեն մի պահ մտածեց։ Խաղաղ, վերջապես ասաց։ Դա ոչինչ չի փոխում տեղի ունեցածից, բայց լավ է իմանալ, որ նա փորձում է ավելի լավը դառնալ։ Բոլորս արժանի ենք աճելու հնարավորությունների։ Դավիթն անցավ տարածքը, նրան ամուր գրկեց, չանհանգստանալով ներքից, որը երկուսի հագուստն էլ կեղտոտում էր։ Դու անհավանական մարդ ես, գիտես դա։ Կարողանում ես կարեկցանք գտնել նույնիսկ այս ամենից հետո։ Դա կարեկցանք չէ, ուղղեց Մարինեն։ Դա ազատագրում է։
Բաց թողնել զայրույթը, վիրավորանքը։ Այդ բաները ծանր են։ Իսկ ես ուզում եմ թեթ թռչել։ Տարածքի բացումը, որը նրանք անվանեցին մշակութային ապաստան, տեղի ունեցավ սեպտեմբերի մի արոտ օր։ Հրավիրել էին ընկերներին, գործարար համախմբում ի նախկին գործընկերներին, հարաններին, ցանկացած մեկին, ով կցանկանար տոնել իրենց հետ։ Տարածքը գեղեցիկ էր։ Հին փայտից դարակները զբաղեցնում էին պատերը, լի Դավիթի կողմից խնամքով ընտրված գրքերով։ Մի փոքրիկ իմպրովիզացված սրճարան զբաղեցնում էր մի անկյուն, մատուցելով խմիչքներ նախուտեստներ։ Մարինեի լուսանկարները զարդարում էին պատերը, Երանի փողոցներում արված քաղաքային պահերի կադրեր։ Հետի սենյակը, ստուդիան, պատրաստ էր ընդունելու առաջին հաճախորդներին։ Ռուզաննան եկավ ծաղիկներով թանկարժեք գինու շշով։ Կադրերի բաժնի Ժաննան նույնպես ներկա էր, ասելով, որ միշտ գիտեր, որ նրանք ճիշտ ընտրություն են կատարել։ Նույնիսկ Մարինեի մայրը եկել էր Գյումրիից տարիներ շարունակ առաջին անգամ դստերը գրկեց աչքերում անկեղծ հպարտությամբ։ Երբ բոլորը գնացել էին, արը սկսում էր մայր մտնել, Մարինեն Դավիթը նստեցին դատարկ տարածքի մեջտեղում, որը դեռ բուրում էր թարմ ներկով նոր պատրաստված սուրճով, շրջապատված այն ամենով, ինչ միասին կառուցել էին։ Մենք արեցինք դա, շշնջաց Մարինեն, դեռ հազիվ հավատալով։ Իսկապես արեցինք։ Երբեք չեմ կասկածել, ստեց Դավիթը ժպիտով։ Դե լավ, մի քիչ կասկածել եմ։ Բայց դու երբեք դա չես իմացել, որովհետև ես լավ եմ ծածնում վստահություն։ Մարինեն ծիծաղեց, այն ազատ անկեղծ ծիծաղը, որը նորից սովորել էր ունենալ։ Գիտես, ինչն է զվարճալի, ասաց նա։ Եթե 1 տարի առաջ ինձ ասեիր, որ ես այսօր այստեղ կլինեի, նստած իմ սեփական գրախանութ սրճարան ստուդիայի հատակին, քեզ հետ իմ կողքին, թողած իմ կայուն աշխատանքը խենթ երազանքի համար, ես կմտածեի, որ դու խենթ ես։ Իսկ հիմա։ Հիմա ես գիտեմ, որ իսկական խենթությունը կլիներ մնալ մի կյանքում, որն ինձ երջանիկ չէր դարձնում, պարզապես որովհետև այն անվտանգ էր թվում։ Դավիթը վերցրեց նրա ձեռքը, միահյուսելով իրենց մատները։ Մարինե Ալավերդյան, սկսեց նա, նրա տոնը ավելի լուրջ դարձավ։ Ես գիտեմ, որ մենք սա անում ենք ընդամենը մի քանի ամիս։ Ես գիտեմ, որ մենք արագ, ինտենսիվ էինք, որ ոչ մի ավանդական կանոնի չենք հետել։ Բայց ես նա գիտեմ, բացարձակ վստահությամբ, որ ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել քեզ հետ խենթ երազանքներ կառուցելով։ Նա մի պահ բաց թողեց նրա ձեռքը, գրպանից ինչ-որ բան հանելու։ Երբ ձեռքը վերադարձավ, այն պահում էր մի փոքրիկ թավշյա տուփ։ Մարինեն զգաց, որ սիրտը կանգ է առնում, բառացիորեն կանգ է առնում մի ամբողջ վայրկյան։ Պետք չէ հիմա պատասխանել, շարունակեց Դավիթը, բացելով տուփը ցույց տալով պարզ, բայց գեղեցիկ մատանի մուգ կապույտ քարով, սպիտակ ոսկու մեջ։ Կարող ես մտածել, կարող ես սպասել։ Բայց ես պետք է, որ դու իմանայիր, որ սա ինձ համար անցողիկ չէ։ Դու անցողիկ չես։ Դու այն ճակատագիրն ես, որը ես ուզում եմ ընտրել ամեն օր։ Արցունքներն այժմ ազատ հոսում էին Մարինեի դեմքով, բայց դրանք մաքուր, անզուսպ երջանկության արցունքներ էին։ Այո, ասաց նա, առանց վարանելու։ Պետք չէ մտածել։ Այո, Դավիթ։ 1000 անգամ այո։ Նա մատանին դրեց նրա մատին, հետո համբուրեց նրան, այնտեղ իրենց ստեղծած տարածքի մեջտեղում, շրջապատված գրքերով, երազանքներով, անսահման հնարավորություններով։ Հաջորդ ամիսները երջանկության քրտնաջան աշխատանքի խելահեղ խառնուրդ էին։ Մշակութային ապաստանը սկսեց մշտական հաճախորդներ ձեռք բերել։ Մարդիկ գալիս էին սուրճի համար, մնում էին գրքերի համար, հայտնաբերում էին լուսանկարչական ստուդիան։ Մարինեն սկսեց պարբերաբար նշանակված նկարահանումներ ունենալ, լուսանկարելով ընտանիքներ, զույգեր, մարդկանց, ովքեր ուզում էին հավերժացնել կարևոր պահերը։ Դավիթը կազմակերպում էր ընթերցումներ, գրական միջոցառումներ, պոեզիայի երեկոներ։ Տարածքը դարձավ ճիշտ այն, ինչ երազել էին, իսկական ապաստան քաղաքային քաոսի մեջ։ Ամուսնացան դեկտեմբերին, ընկերության երեկույթից ուղիղ 1 տարի անց, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Դա փոքր մտերմիկ արարողություն էր, միայն իսկապես կարևոր մարդկանցով։ Տոնակատարությունն անցկացրին հենց մշակութային ապաստանում գրքերի դարակների միջ Դավիթի կախած դեկորատիվ լույսերի տակ։ Մարինեն հագել էր պարզ, բայց էլեգանտ զգեստ, Դավիթը մուգ կապույտ կոստյում, առանց փողկապի։ Աստերիքսը մասնակցում էր որպես մատանիները գրող, դրանք գրելով վզկապին ամրացված բարձիկի վրա։ Երթումների ժամանակ Մարինեն նայեց Դավիթի աչքերին, գտավ այն խոսքերը, որոնք պահել էր սրտում։
Մեկ տարի առաջ, սկսեց նա, ձայնը հուզմունքից խեղդված, ես մի կին էի, որը մտածում էր, որ պետք է փոքրանա, տեղավորվելու իրեն առաջարկվող տարածքներում, որ պետք է ավելի քիչ լինի, ընդունվելու համար։ Դու ինձ ցույց տվեցիր, որ ես սխալվում էի, որ ես կարող էի զբաղեցնել այնքան տարածք, որքան ուզում էի, այնուամենայնիվ սիրված լինել։ Դու ինձ չփրկեցիր, բայց օգնեցիր ինձ փրկվել։ Եվ դրա համար, որ դու իմ մեջ տեսար այն, ինչ ես ինքս չէի կարողանում տեսնել, ես հավերժ երախտապարտ կլինեմ։ Ես քեզ սիրում եմ, Դավիթ Ներսիսյան։ Եվ ընտրում եմ քեզ սիրել ամեն օր, սառը ճակատների արոտ օրերի մեջ։ Տարածքում չոր աչք չկար, երբ նա ավարտեց։ Դավիթը ստիպված եղավ սրբել սեփական արցունքները, նախքան կկարողանար ասել իր երդումները։ Մարինե, սկսեց նա, ձայնը դողալով։ Երբ մեկ տարի առաջ տեսա քեզ բարձրանալ այն բեմը, պաշտպանելով քո արժանապատվությունը մի քաջությամբ, որը շունչս կտրեց, ես հասկացա։ Հասկացա, որ տարիներ եմ անցկացրել սխալ մարդու կողքին, որովհետև դեռ քեզ չէի հանդիպել։ Դու ինձ սովորեցրիր, որ սիրելը նշանակում է ոչ թե փորձել փոխել ինչ-որ մեկին կամ նրան քո պատկերով ձևավորել, այլ հիանալ նրանով, թե ով է այդ մարդը, աջակցել նրան, թե ով է նա ուզում դառնալ, լինել նրա կողքին, մինչ նա աճում է։ Շնորհակալ եմ, որ ինձ ընտրեցիր։ Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր ինձ լինել քո պատմության մասը։ Ես խոստանում եմ հարգել քեզ, գնահատել քեզ, միշտ հիշեցնել քեզ, թե որքան անհավանական ես, հատկապես այն օրերին, երբ դու մոռանաս։ Երբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատակիցը նրանց հայտարարեց ամուսիններ, նրանց համբույրն ընդհատվեց ծափահարություններով ոգորված սուլոցներով։ Ռուզաննան գոռաց մի բան, վերջապես իսկական երջանիկ ավարտ ունենալու մասին։ Մարինեի մայրը բացահայտ լաց էր լինում։ Եվ Աստերիքսը հաչեց, ըստ երույթին հավանություն տալով միությանը։ Հաջորդած երեկույթը ուրախ անկաշկանդ էր։ Կենդանի երաժշտություն, պարզ, բայց համեղ ուտելիք, շատ ծիծաղ կիսված պատմություններ։ Գիշերվա մի պահ Մարինեն հասկացավ, որ դիտում է ամեն ինչ այն հատուկ անկյունից, որտեղ սովորաբար նստում էր, երբ մշակութային ապաստանը փակվում էր։ Տեսնում էր Դավիթին, որը աշխույժ զրուցում էր գործարար համախմբում իր նախկին գործընկերների հետ։ Տեսնում էր իր մորը, որը ծիծաղում էր Ռուզաննայի ասած մի բանից։ Տեսնում էր իրենց ստեղծած տարածքը, լի սիրով տոնակատարությամբ։ Մեկ տարի առաջ նա կոտրված կին էր, որը փորձում էր հավաքել կտորները։ Այսօր նա ամբողջական կին էր, որը սովորել էր, որ իր արժեքը կախված չէ արտաքին հավանությունից, որ արժանի է հարգանքի, սիրո, բարության, որ կարող է տարածք զբաղեցնել առանց ներողություն խնդրելու։ Վտանգավոր շշնջաց Դավիթը, հայտնվելով նրա կողքին ձեռքը գցելով նրա իրանի շուրջ։ Լավ է, որ համաձայնեցիր ինձ հետ ամուսնանալ։ Չգիտեմ, ինչպես կգոյատեի առանց իմ սառը ճակատների։ Մարինեն ծիծաղեց, այն ծիծաղը, որը դարձել էր իր այցեքարտը վերջին ամիսներին։ Ազատ, անկեղծ, երջանիկ։ Սառը ճակատները եկել են մնալու, վստահեցրեց նա, շրջվելով նրանց մեկ անգամ համբուրելու։ Իսկ դու, սերիմ, բացառիկ մուտք ես ստացել այն ամենին, ինչ սառնարանը պահում է։ Այն ամենը, ինչն արժեքավոր է, պահպանված հատուկ քեզ համար։ Տարիներ անց, երբ պատմում էին, թե ինչպես են ծանոթացել, Մարինեն Դավիթը միշտ շեշտում էին նույն բանը։ Նա չի փրկվել նրա կողմից, ոչ էլ նա նրա։ Նրանք հանդիպել են մի պահի, երբ երկուսն էլ պատրաստ էին ընտրել քաջությունը անվտանգության փոխարեն, իսկությունը հավանության փոխարեն, իսկական սերը հարմարավետության փոխարեն։ Ընկերության երեկույթի նվաստացումը կարող էր լինել Մարինեի կյանքի ամենացածր կետը։ Փոխարենը դա դարձավ նրա ամենամեծ վերափոխման կատալիզատորը։ Որովհետև երբ դու վերջապես որոշում ես, որ ավելին ես արժանի, տիեզերքը մի հետաքրքիր ձունի, դավադրություն կազմակերպելու, ճիշտ դա առաջարկելու համար։ Եվ Դավիթը, լավագույն ընկերը, որն ընտրեց ճիշտ մարդուն, կույր հավատարմության փոխարեն, հայտնաբերեց, որ իսկական ընկերությունը նշանակում է աջակցել այն ամենին, ինչը ճիշտ է, ոչ թե այն, ինչը հարմարավետ է։ Որ սերը նշանակում է հարգել, ոչ թե վերահսկել։ Որ երջանկությունը հաճախ պահանջում է քաջություն, բաց թողնելու այն, ինչն այլս չի ծառայում, գրկելու անհայտը։ Գարնան մի սովորական առավոտ, ճակատագրական երեկույթից գրեթե 2 տարի անց, Մարինեն արթնացավ թարմ սուրճի ծանոթ բույրից, որը լցվել էր ննջասենյակ։ Հագավ Դավիթի վերնաշապիկը, որը գցված էր աթոռի վրա, գնաց դեպի իրենց բնակարանի խոհանոց, այն նույն բնակարանը, որտեղ անցկացրել էին առաջին գիշերը։
Դավիթն այնտեղ էր, նախաճաշ էր պատրաստում, միայն գիշերանոցի տաբատով, քնից խառնված մազերով։ Երբ տեսավ նրան, դեմքը լուսավորվեց այն ժպիտով, որը դեռ ստիպում էր նրա սրտին արագանալ։ «Բարի լույս, վտանգավոր», ասաց նա, ինչպես միշտ էր ասում։ «Ինչպես է, որ դու այդքան գեղեցիկ ես հենց առավոտյան»։ «Արտոնյալ գենետիկա», կեղծ համեստությամբ պատասխանեց Մարինեն, տոստերից մի կտոր հաց գողանալով։ Դավիթը նրան քաշեց գրկի մեջ, համբուրելով գլխի գագաթը։ «Գիտես, ինչի մասին էի մտածում առավոտյան», հարցրեց նա։ «Թե ինչպես ամեն ինչ կարող էր այլ լինել։ Եթե դու չբարձրանայիր այն բեմը։ Եթե ես քո հետից չգնայի։ Եթե մենք թույլ տայինք, որ վախը հաղթի։ Բայց մենք թույլ չտվեցինք», հիշեցրեց Մարինեն, գլուխը հենելով նրա կրծքին, լսելով նրա սրտի հաստատուն բաբախյունը։ «Եվ տես, թե ուր հասանք»։ «Այո, տես, թե ուր հասանք», համաձայնեց Դավիթը, նրա տոնը լի էր հիացմունքով, երախտագիտությամբ։ Ընկերության երեկույթի սկանդալից մինչ Սարյան փողոցի ամենասիրված մշակութային ապաստանի սեփականատերեր։ Քաղաքավարի անծանոթներից մինչ լավագույն ընկերներ, կյանքի գործընկերներ։ Հրապարակային նվաստացումից մինչ հրապարակային սեր։ Մարինեն բարձրացրեց դեմքը նրան նայելու, այդ հայացքում այն ամենն էր, ինչ բառերը չէին կարող արտահայտել։ Երախտագիտություն, սեր, ընկերակցություն, միմյանց շարունակաբար ընտրելու ամենօրյա ընտրություն։ «Սիրում եմ քեզ», պարզապես ասաց նա։ «Ես էլ քեզ եմ սիրում», պատասխանեց նա։ Հավերժ, իմ սիրելի սառնարան, որը պահում է միայն այն, ինչն արժեքավոր է։ Նրանք միասին ծիծաղեցին, այն մասնավոր կատակը, որը ծնվել էր ցավից, բայց վերածվել էր այն ամենի խորհրդանիշի, ինչը հաղթահարել կառուցել էին։ Եվ մինչ սուրճը սառչում էր սեղանին, առավոտյան արը ոսկեգույն լույսով լցնում էր բնակարանը, Մարինե Ալավերդյան-Ներսիսյանը հասկացավ այն պարզ, բայց խորը ճշմարտությունը, որը սովորելու համար 33 տարի էր պահանջվել։ Նա երբեք խնդիրը չի եղել։ Երբեք չափազանց սառը չի եղել, չափազանց լուրջ, չափազանց բարդ։ Նա պարզապես սպասում էր մեկին, ով իսկապես արժանի կլիներ իրեն։ Եվ այդ մեկը, բոլոր հավանականությունների ակնկալիքների դեմ, եղել էր այն մարդու լավագույն ընկերը, որը փորձել էր կործանել իրեն։ Այն մարդը, որը տեսել էր նրա ուժը, երբ նա հազիվ էր կարողանում այն նկատել։ Այն մարդը, որն ընտրել էր պաշտպանել այն, ինչը ճիշտ էր, նույնիսկ երբ դա բարդ էր։ Այն մարդը, որը նրա կյանքի ամենանվաստացուցիչ գիշերը վերածել էր նրա ամենագեղեցիկ սիրո պատմության սկզբի։ Որովհետև ի վերջո, կարևոր չէր, թե ինչպես էր սկսվել։ Կարևորն այն էր, որ նրանք ընտրել էին ամեն օր շարունակել։ Շարունակել կառուցել, շարունակել սիրել, շարունակել միասին աճել։ Եվ սա, Մարինեն վերջապես հասկանում էր, իսկական կախարդանքն էր։ Ոչ թե կատարյալ երջանիկ ավարտներ, այլ ոչ կատարյալ, բայց իրական երջանկության ամենօրյա ընտրություններ։